Ողջույն սիրելի մարդիկ, ես Կարինեն եմ։ Օրագիր լրատվականի հարթակում զրուցում ենք զարմանալի մարդկանց հետ։ Թեման գիտությունն է զրույցի այսօրվա նյութը մարդու կմախքը։ Մեր հյուրն է Երևանի Պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների դոկտոր Ռուզան Մկրտչյանը։ Բարև ձեզ, Տիկին Մկրտչյան։ Մարդը ժամանակի ընթացքում անջատվել է բնական շղթայից, իրեն վեր է դասում բոլորից ու ամեն ինչից, բայց եթե դիտարկենք ձեր մասնագիտության մարդաբանության տեսանկյունից, ապա ինչի մասին են խոսում ոսկորները։ Ոսկորները դրանք շատ կարևոր տեղեկատվական սկզբնաղբյուր են, գիտական տեղեկատվական սկզբնաղբյուր։ Եթե մասնագետը մարդաբանը կարողանում է կարդալ ոսկորը, նա շատ ճշգրիտ տեղեկատվություն է ստանում եւ կարողանում է վերակազմել պատմական իրողությունը։ Սովորաբար հնագետները գործ ունեն դամբարանային եւ բնակատեղիների պեղումների հետ եւ հաճախ են հայտնաբերում մարդկային կմախքի մնացորդներ, հատկապես դամբարանադաշտերի պեղումներից։ Հնագետը ուսումնասիրում է նյութական մնացորդի նյութական արժեքները, որտեղ սուբյեկտիվիզմի, ֆանտազիայի գործոնը շատ մեծ է, մարդը արարում է, ստեղծագործում է եւ սուբյեկտիվորեն կաղապարված մշակույթով, կաղապարված գաղափարներով, կաղապարված կրոնի դոգմաներով արարում է կամ ստեղծում է այն, ինչ որ պարտադրված է։ Ոսկորը երբեք չի խաբում։ Ոսկորը դա բնության ստեղծագործությունն է եւ եթե մարդաբանը ճիշտ կարդաց կամ տիրապետում է մեթոդներին, որպեսզի ոսկորը կարողանա իմաստաբանել, ոսկորի ստացած տեղեկատվությունը շատ ուրեմն իրականությանը մոտ է։ Այդ առանձնահատկությունը ունի կենսափաստը։ Դրա համար մենք տարբերակում ենք կենսափաստ, որը կենթանական եւ մարդկային ոսկորների մնացորդներն են պեղումների ժամանակ, եւ արտեփաստ, որոնք նյութական մշակույթի արժեքներն են, որոնք հնագետները պեղում են։ Սովորաբար երբ նայում եք առաջին հայացքից ոսկորին, անմիջապես հասկանում եք դա մարդու թե կենդանու ոսկոր է։ Եթե շատ վատ է պահպանված, չէ։ Իհարկե, եթե վատ պահպանված ոսկոր է, կարող անգամ նայենք ու չհասկանանք։ Շատ փոքրիկ մնացորդներ լինեն, դա արդեն ԴՆԹ-ի եւ այլ մեթոդների միջոցով կարելի է պարզել, թե մենք ունենք վառված ոսկորներ, որոնք փոշի են համարյա եւ շատ փոքր կտորներ են մնացել, դա արդեն տեխնիկան կարող է, բարձր տեխնոլոգիաները կարող են որոշել, թե մարդկային է, թե որ կենդանատեսակին է պատկանում։ Իսկ երբ առաջին անգամ կպակ ոսկորներին, ինչ զգացողություն ունեցաք։ Ասեմ ձեզ, առաջին անգամ ես ոսկորներին կպել եմ բժշկական ինստիտուտում եւ փորձում էի տիրապետել այս մասնագիտությանը, երևի մի կես դարից ավել անցել է պահից, շատ երիտասարդ էի, ֆորմալինի մեջ մնացած կամ դա ասում ձեզ կարևորը այդ պահին զզվանքը եւ վախը հաղթահարելն է։ Ես հաղթահարեցի։ Բացարձակապես դա։ Երկրորդը շատ հետաքրքիր պահ էր, երբ որ իմ ուսուցիչը Վալերի Պավլովիչ Ալեքսեևը ինձ տրամադրեց բունակի Դերձորի անապատում հավաքած Եղեռնի զոհերի գանգերը, կմախքները Մոսկվայի մարդաբանության թանգարանում պահվող։ Այդտեղ իհարկե վախի զզվանքի գործոնը արդեն հաղթահարված էր, մանկական գանգերի հետ աշխատելը դժվար էր, երբ որ գիտես, թե սա ինչ նյութ է։ Երբ որ գիտես ինչ նյութ է, հոգեբաց դա էլ հաղթահարվեց իհարկե եւ ես աշակերտներ ունեմ, որոնք կեսից թողել են մասնագիտությունը, չկարողանալով հաղթահարել այն փաստը, որ իրենք մարդկային կմախքի մնացորդների հետ են աշխատում, բայց ով հաղթահարում է, շատ լավ մարդաբան է դառնում։ Բնականաբար բացառիկ մասնագիտությունը եւ ես ընդամենը 2 կամ 3 մարդաբանի եմ ճանաչում, դրանցից մեկը դուք եք։ Փաստորեն բոլորին ճանաչում եմ Հայաստանում։ Հրաշալի է եւ զարմանալի է, որ ոսկորի միջոցով դուք կարողանում եք կարդալ մարդու ոչ միայն այն մասին, որ դա մարդկային ոսկոր է, ոչ միայն սերն եք տարբերում, հա, այլ նաև կարողանում եք հասկանալ, թե ինչ տարիքի է կամ ինչ ճանապարհ է անցել։ Ինչ տեղեկատվություն է տալիս ոսկորը։ Նախ սեռատարիքային։ Սեռատարիքային տվյալների հիման վրա մենք կառուցում ենք ժողովրդագրական իրավիճակը։ Քանի տարեկանում են մահացել արդեն ոչ թե տվյալ անհատը, այլ
հանրությունը, ինչպես է հիմա կան չէ ժողովրդագրական ուսումնասիրություններ ժամանակակից հանրություններում, նույնը կարելի է անել հնամարդաբանական նյութերի հիման վրա, եթե ընտրույթը, ոսկրաբանական ընտրույթը առատ է, ներկայացուցչական է, ես շատ եմ զբաղվում հնա ժողովրդագրությամբ եւ հետաքրքիր մի օրինաչափություն կա, որ տղամարդիկ, հատկապես 50-նանց, 45-40-նանց տարիքի տղամարդիկ հասարակության մեջ մեծ տոկոս են կազմել։ Այստեղից արդեն սոցիալական վերակազմություն կարելի անել, գենդերային վերակազմություն, որ տարես տղամարդկանց նկատմամբ հատուկ նահապետական հասարակություն է եղել, նրանց նկատմամբ հատուկ վերաբերմունք է եղել եւ երկար են ապրել։ Ահա մի ամբողջ շատ գլոբալ վերակազմություն սեռատարիքային տվյալների վրա։ Շատ մեծ է սերնդագործության տարիքի կանանց մահացության ցուցիչը։ Եվ ինչն է տարօրինակ, որ Հայաստանի դամբարանադաշտերի հիման վրա իմ կառուցած ժողովրդագրական պատկերներից մանկական մահացությունը բարձր չի։ Երկու գործոն կարող է լինել, երկու գործոն։ Մանկան երեխաներին այլտեղ են թաղել, մեծահասակները շատ ընդունված պրակտիկա է, կամ էլ ուղղակի մանուկները չեն մահացել, նրանց խնայել են, եւ երրորդ բացատրությունը սնվելով մայրական կաթով իմունոլոգիական առումով երեխան ապահոված է եղել։ Մահացությունը սկսում է 4 տարեկանից, եթե կա մահացություն, բայց երբեք բարձր չի եղել։ Ինձ Հայաստանի բրոնզ երկաթե դարյան դամբարաններից հայտնաբերված նյութերի վրա ես բարձր մանկական մահացություն չեմ տեսել։ Մենք այս պահին խոսում ենք համեմատության մեջ այլ տարածաշրջան։ Այո, անպայման, եթե չհամեմատենք այլ տարածաշրջան են, որ մեր համեմատությունը պետք է լինի պատմականորեն իմաստավորված։ Չի կարելի օրինակ վերցնել Հայաստանի հնաժողովրդագրություն եւ համեմատել հեռավոր մի վայրի առանց կամուրջ գցելու։ Պետք է համեմատել նախ Կովկասյան տարածաշրջանը, Ռաջավոր ասիական, տափաստանային։ Ես ինչքան հնարավոր է փորձում եմ, որպեսզի համեմատության ժամանակ բաց սպիտակ կետեր չմնան, որպեսզի համեմատությունը անընդհատական լինի եւ շատ հետաքրքիր պատկերներ ենք ստանում եւ կարելի է արդեն մեկնաբանել մեզ մոտ այսինչ երևույթը, օրինակ տրավմատոգեն իրավիճակը շատ է թե քիչ։ Կարիեսի հետևանքները շատ են թե քիչ համեմատության ժամանակ, շատ հետաքրքիր ինդիկատորներ կան, ցուցիչներ, որ այս վերջերս է զարգացել այդ գիտությունը, բիոարխեոլոգիա, կենսահնագիտություն, մի քիչ խուսափելով էթնիկական մարդաբանության հիմնախնդիրներից, օրինակ ատամնախտաբանական հատկանիշների վրա 5-6 հատկանիշ են։ Մի ամբողջ կենսակերպ են կառուցում, ինչ են կերել, ինչ սնունդ են ունեցել եւ քաղցի ենթարկվել են թե չէ, քաղցի ֆիզիոլոգիական ստրեսի ենթարկվել են թե չէ։ Ու ասեմ ձեզ, որ Սևանի ավազանի բնակիչները բրոնզե դարի համենայն դեպս միջին ուշ բրոնզե դար բացարձակապես քաղցի չի ենթարկվել։ Բացարձակապես դա այնպիսի մի կուրտ հասարակություն է ունեցել, կամ այսպիսի մի ցուցիչ, կոչվում է էմալային հիպոպլազիա։ Ատամների վրա տարեկան զոլեր են հայտնվում, եթե ստրեսի է ենթարկվում մարդը։ Մեր մոտ էլ է դա ի հայտ գալիս, եթե ուշադիր լինեք, կարող եք տեսնել հիվանդությունների, հատկապես քաղցի կամ այս կամ այն վիտամինի պակասի պատճառով տարեկան զոլ է հայտնվում։ Այդ տարեկան զոլերից 500 կմախքի մեջ ես գտել եմ մենակ 3 հոգու մոտ։ Այսինքն մնացածը առողջ են։ Առողջ են եղել, սով չեն կրել։ Ինչու՞, որտեղ Սևանի ավազան այնպիսի մի էկոլոգիական միջավայր է, միայն ձուկը չի։ Լանջերին երկրագործություն, մինչև այսօր կա հեռագնա անասնապահությունը, եւ եթե իհարկե դա չի ապահովում, ձկնամթեր կա, առատ սնունդ է ստեղծում եւ այդ մարդիկ սովի չեն ենթարկվել, շատ լավ են ապրել։ Իրոք շատ հետաքրքիր է դա եւ իմ համեմատությունների մեջ ռեկորդսմեն են իրենց եւ երկարակեցությամբ Որքան են ապրել։ Ես ձեզ ասեմ, հին հասարակությունների համար միջինը 30-ից 33 տարեկանն է։ Սևանի ավազանի բնակիչները, տղամարդիկ 42-43 տարի ապրում Բրոնզի են։ դարում։ Միջին ցուցանիշը, դա միջին ցուցանիշը պետք է կա 27 տարի, կա 30 տարի, որը միջինն է։ Կա նաև ավելի բարձր տարիք։ Չէ, բարձրը Սևանի ավազանի բնակիչներն են, ամենաբարձրը 40 եւ ավելին 42։ Դա բրոնզի դարի մասին է։ Այո, դա բրոնզի դարի մասին է։ 42-ը այսօրվա 70-80-ը չի, որ հանդիպում է ճապոնացիների կամ այդ մի քիչ ուրիշ ձև են հաշվարկվում, բայց 42-ը դա ռեկորդային թիվ է։ Ուղղակի ռեկորդային թիվ է։ Իսկ բրոնզի դարից հետո երկաթի դարում կամ համարյա նույն պատկերն է, կյանքի տևողությունը կարճանում է, անկասկած։ Այո, կարճանում է։ Միջին եւ ուշ բրոնզում են շատ, բայց
այդ տարբերությունը ինքան էլ մեծ չի, որ ասենք ինչ որ փոփոխությունների պատճառը։ Գուցե հողերի աղուտացման, միգրացիաների, ինչ որ արդեն Ուրարտուի ակտիվության հետ կապված, որ սկսել են այս տարածաշրջանում ներխուժումներ անել, մենք դա տեսնում ենք ոսկրաբանական նյութի վրա, այո, հետաքրքիր է։ Մենք դա տեսնում ենք։ Իսկ արդեն միջնադարում Միջնադարում հնամարդաբանական նյութի ուսումնասիրությունը հետաքրքիր չի, կա գրավոր սկզբնաղբյուրը։ Կա գրավոր սկզբնաղբյուրը եւ ունենք միջնադարյան կմախքներ, ես դեռ այդքան խորը չեմ անդրադարձել, հավաքում են, կոլեկցիան հավաքվում է անկասկած, որտեվ չգիտես թե մեթոդները ամեն օր առատանում են, շատանում են եւ չգիտես թե ինչ նոր մեթոդի հայտ կգա, որ ապրոբացնես, բայց միջնադարը մարդաբանի համար այնքան էլ հետաքրքիր չի ինչ առումով, որ կա գրավոր սկզբնաղբյուրը։ Մենք այդ պատմությունը գիտենք։ Իսկ բրոնզի դարի համար միջգրային հասարակությունների համար հնագիտությունը եւ հնամարդաբանությունը շատ կարեւոր դեր են կատարում։ Անկեղծ պետք է ասեմ, բրոնզի դարը նաև իմ սիրած ժամանակաշրջանն է եւ երբ համեմատում եմ ներկայիս քաղաքակրթության հետ, միշտ հասկանում եմ, որ այնինչ մենք ունենք, բրոնզի դարի թողած ժառանգության շնորհքն է եւ մենք այսօր փորձի վրա ենք հիմնվում։ Մենք այնինչ ունենք, դա քրիստոնեության թողած շնորհքն է, դա նկատի ունեմ մարդու կենցաղի պրակտիկան։ Չէ, ես համեմատություն չեմ անցկացնի բրոնզի դարի հետ եւ չեմ տեսնում, շատ մեծ կամուրջ կառուցեցիք։ Կամուրջը շատ մեծ է եւ փոքր երևի մեկնաբանեմ, որ շփոթություն չառաջանա, քանի որ մարդը իր գոյության ընթացքում անընդհատ ինչ որ նոր բաներ է ստեղծել, անիվ ստեղծեց, կրակը, չգիտեմ, ինչ որ կացարաններ կառուցեց եւ այլն, եւ թերևս ամենամեծ գյուտերը, որոնք մարդու կենցաղի համար հիմք են դարձել ապահովության, այդ վաղ ժամանակաշրջաններում են։ Մինչև բրոնզի դար դրանք արդեն ստեղծվել են եւ կրակի գյուտը, եւ երկրագործությունը, եւ անասնապահությունը, եւ անիվը, դա մինչև բրոնզի դարը կար արդեն։ Բրոնզի դարում դրանք արդեն նոր զարգացումներ են ապրում։ Համաձայն եմ։ Ամեն դեպքում խոսում էի հնագույն ժամանակների մասին, երբ դեռևս մարդը չուներ գրավոր հիմնական գրականություն, որը փոխանցում էր եւ փորձի հիման վրա։ Միջգրային հասարակություններ։ Միջգրայինի ժամանակ մեր խնդիրն է հնագիտական պեղումների ընձեռած հնարավորությունների շուրջը վերակազմել մեծ իրողությունը, պատմական իրադարձությունները, անցքերը, երբ հայտնվում են արդեն ուրարտական արձանագրությունները, ուրարտական պատմությունը այլ ուղղությամբ է գնում, թեպետ ասեմ դες ուրարտական արքաները շատ են սիրել գլուխ գովալ եւ փաստեր կան, որ օրինակ զարմանք են առաջ բերում, զարմանք են։ Եթե դրա կողքին էլ գումարվում է իհարկե հնագիտական արտեփաստերի եւ կենսափաստերի ընձեռած տեղեկատվությունը, պատմությունը ավելի հստակ է։ Հակասություններ շատ է հանդիպում այս։ Չէ, այդքան չկան։ Գիտեք ինչ, գիտնականը պետք է կարողանա այդ հակասությունը առաջի հայացքից կամ ուսումնասիրության ժամանակ բռնել, թե որտեղ է մեծ սուտը եւ որտեղ է մեծ իրականությունը։ Հասկացա, հետաքրքիր է։ Իսկ ամենա առատ նյութը Հայաստանի տարածքում Լճաշենի դամբարանադաշտը, դա ունիկալ դամբարանադաշտ է, որտեղ նախ հնագետ Լևոն Պետրոսյանը բոլոր կմախքները հանել է շատ բարեխիղճ ձևով եւ տրամադրել պատմության թանգարանին եւ ինձ, ասեմ ձեզ, որ երևի դա Կովկասում համենայն դեպս ամենամեծ հավաքածուն է, այո, ամենամեծ հավաքածուներից մեկը չի, ամենամեծ հավաքածուն է Կովկասյան տարածաշրջանում եւ արտակարգ պահպանվածություն ունի նյութը, շատ լավ է պահպանված եւ կմախքը ինչքան լավ պահպանված է, այնքան նրանից ստացած տեղեկատվությունը ավելի ստույգ է եւ լրիվ։ Այսինքն նաեւ ԴՆԹ-ն է պահպանվել։ Անպայման։ ԴՆԹ-ն հիմա ես ունակ Լճաշենի ԴՆԹ-ն արդեն ուսումնասիրված է եւ Nature անձնագրում հրատարակված է։ Ես այդ թեման չեմ ուզում այստեղ շահ անեմ, դուք խոսեք Լևոն եպիսկոպոսյանի հետ, նա իր խնդրանքով ես հավաքեցի ատամներից այդ ԴՆԹ-ն եւ նա վաղուց արդեն հրատարակել է Nature-ում։ Շատ լավ։ Իսկ քանի կմախք եք այնտեղից։ 500-ից ավել։ 500-ից ավել, իսկ բրոնզի դարի համար դա բավականին ներկայացուցչական թիվ է։ Հա, բավականին հետաքրքիր թիվ է։ Իսկ եթե մենք խոսենք բրոնզի դարի եւ բրոնզի դարին նախորդող ու հաջորդող շրջանների մարդու
մասին։ Ինչ էվոլյուցիա է ապրել այդ ընթացքում եւ հետո մինչեւ այսօր։ Իմ հիմնական նյութը բրոնզի դարից է, վաղ բրոնզ, միջին բրոնզ, ուժ բրոնզ, երկաթի դար։ Դա հիմնական կոլեկցիաները այդտեղ են։ Ասեմ ձեզ ինչն է հետաքրքիր, նեոլիթյան, ինչքան կմախքը հին է, այնքան ավելի արժեքավոր է։ Ես նեոլիթյան կոլեկցիաներ չունեմ, հատուկենտ գանգեր են, որոնք տարօրինակ ձևով չափազանց նրբակազմ են։ Նրբակազմ, փոքրակազմ են։ Բայց դրանք անհատական են, փոքր թիվ են կազմում եւ լուրջ եզրակացություններ անել դեռ չեմ կարող, բայց ինչն է հետաքրքիր, բրոնզե դարյան հասարակությունը Հայաստանի չափազանց զանգված է եղել։ Չափազանց, չէ, կմախքով, որ վերակազմում ես այդ մարդուն, նա զանգված է եղել։ Հսկայական, էլի ռեկորդային գանգասկավառակ են ունեցել, դա նշանակում է, որ ուղեղի ծավալը մեծ է եղել։ Զարգացած են եղել։ Չէ, ուղեղի ծավալը կապ չունի զարգացվածության հետ, ուղղակի գանգասկավառակը մեծ է եւ ուղեղի ծավալը ուղղակի մեծ է եղել։ Եվ ինչն է հետաքրքիր, շատ կարճ ժամանակահատվածում գնում է գրացիլիզացման, փոքրացման, չափերի նվազեցման գործընթաց, շատ կարճ ժամանակահատվածում, ողջ երկաթի դարում։ Ու այսօրվա հայերի գանգաբանական տիպը խստորեն տարբերվում է բրոնզի դարի մարդկանց գանգաբանական տիպից։ Դա ինչ է նշանակում, որ մենք միգրանտ ենք, որ մենք այլ տեղից ենք եկել, շատ լուրջ խնդիր է դրվում։ Հայերը աշխարհի ամենահարթածոծրակ հանրությունն են։ Հարթածոծրակ, ինչի շնորհիվ նրանց գանգի երկայնական տրամագիծը կարճանում է, ինչի հաշվին էլ բռախի կեֆալություն, կարճագանգություն, մի քիչ հարմար տերմին է, այդ ինդեքսն ենք ստանում։ Ինչն է պատճառը։ Ես ինչքան փորձել եմ այդ ձեր ասածի նման շրջափուլից շրջափուլ դիտարկեմ, ես այդ պահը չեմ կարողացել բռնել, թե որտեղ սկսեց հայերի գանգերը, այսպես ասած, եւ նրբանալ, փոքրանալ չափերով, եւ հարթածոծրակությունի հայտ գալ, եւ այդ հարցին ընդհանրապես ոչ ոք չի անդրադարձել, ընդհանուր բանավոր խոսքի մեջ ասեմ ձեզ, որ դա նեոլիթյան հեղափոխությունից հետո է սկսվում։ Առաջավոր Ասիայում, Հայաստանի այս ժամանակակից Հայաստանի տարածքում չէ։ Ծոծրակը ոչ թե դա ձեռքբերովի հատկանիշ, որպեսին ծնվում են երեխաները, այլ կյանքի օրոք ձեռք բերած հատկանիշ։ Ծոծրակը տափակում է գանգի, փոքրիկ երեխայի գանգի, բոլորիս մոտ կա դա, բոլորիս գանգի ծանրության տակ։ Եվ ժամանակին Ժիրովը դա կապեց 30-ական թվականներին Բեշիկի հետ, կոշտ օրորոցի հետ, որ երեխաներին այնպիսի պայմաններում են պարկեցնում, որ ծոծրակը հարթանում է։ Դա կարող է հողլի, դա բովածավազ կարող է լինի, բեշիկ է կոչվում։ Ասեմ ձեզ, մեր ազգագրական տվյալներում է դա կա, երեխան, երբ որ ես կրանյա գունակի հավաքած այդ կրանյա Արմենիկա, գանգերի հայերի գանգաբանության մեջ մանկական կմախքների տեսա եւ հայերի բոլորի ծոծրակը ասիմետրիկ ձևով բան է եղած էր, դեֆորմացված էր, բոլորի։ Դա շատ հետաքրքիր ֆենոմեն է, որի հայտ է գալիս հատուկենտ, հետո ավելի շատ, ավելի առատ, ավելի ուրեմն հաճախ հայերի մոտ, մեր տարածքում։ Ինչն է պատճառը, դա ոսկորի բաղադրության փոփոխությունն է։ Ոսկորը դառնում է էլաստիկ, ոսկորը դառնում է փխրուն, ոսկորը դառնում է բարակ եւ մարդու պարկած վիճակում գանգի ծանրության տակ ուղղակի հարթանում է, սա ձեռքբերովի հատկանիշ է։ Գենետիկականը ոչ թե գանգի ձևն է, այլ գենետիկականը ոսկորի բաղադրությունն է։ Ինչի պատճառը մեկն եմ տեսնում, միայն դա հացակերությունն է։ Սննդակարգի փոփոխությունը, ոսկորի բաղադրության փոփոխությունը, ոսկորը իր բաղադրության փոխվում է եւ այսպես ուրեմն էլաստիկ եւ ավելի փխրուն է դառնում։ Դա այդ շատ հետաքրքիր երևույթ է դա, չուսումնասիրված, որտեվ հիմա գանգը ուսումնասիրելը կարծես թե տաբու է եւ ընդունված չի, հատկապես այդ նոր ժառանգաբանական խնդիրներ լուծել գանգի ձևի հիման վրա։ ԴՆԹ-ն թույլ է տալիս, բայց հասկացա, հետաքրքիր է։ Եվ այսպես ենթադրում եմ եւ իմ գոլեգաներ նույնպես եւ Ռուսաստանում եւ իտալացի գործընկերներ ունենք իր այդ աշխատանք, նրանք էլ միանշանակ այն կարծիքին են, որ երկրագործությունից հետո սկսվեց միկրոէվոլյուցիոն մի գործընթաց մարդու նրբակազմեցման, մարմնով փոքրանում են չափերով, ըստ այդմ նաև կմախքը եւ բռախի կրանիզացման գործընթացը կլորագլուխ են դառնում։ Այսինքն մարդը փոխեց ընդհանրապես սննդակարգը։ Դա ընդհանրապես դա շատ մեծ փոփոխություն է։ Դա հեղափոխություն է կոչվում, նեոլիթյան հեղափոխություն։ Այո, սննդակարգը փոխվեց եւ ամբողջ ձևաբանությունը հատկապես ոսկորի փոխվեց, ըստ այդմ նաև մկանները եւ ձևը։
Այսինքն մի քանի սերունդի ընթացքում, հա, խոսքը։ Ես ձեզ ասեմ, ես իմ բրոնզ երկաթեդարյան եւ հետո, այսպես ասած, վաղ ուրարտական ժամանակաշրջանի մեջ որ նայում եմ, դա ընդամենը մի քանի 100 տարի։ Այ քեզ արագություն։ Փոփոխությունը զգում եմ, ճիշտ է, հարթածոծրակ չեն դառնում, դեռ բրախիկրան են, մեզոկրան գանգեր են հայտնում, բայց փոփոխությունը նկատելի է։ Հասկանալի, բայց գենետիկ կոդը նույնն է։ Նույնն է։ Եթե ուրարտացիները իհարկե միգրանտների չենք հանդիպում, որոնց բանի ավազանից են բերել, իհարկե գենետիկ կոդը նույնն է։ Հասկանալի, շատ հետաքրքիր է։ Իսկ չափերով ինչպիսին էին բրոնզի դարի մարդիկ։ Բրոնզի դարի մարդիկ, ասեմ ձեզ, միջին չափանիշները տղամարդկանց միջինը 1.68, դա նշանակում է, որ 75, 1.80 հասակի տղամարդիկ կան հանրության մեջ։ Կանայք համարը այնպեսին ինչպեսին հիմա է։ Կանայք 1.60։ Հա, դա միջահասակության եւ բարձրահասակության սահմանին է գտնվում այդ ցուցանիշները։ Տարօրինակը այն է, որ նրանք շատ բան են, դոլիխոկեֆալ եղեն, երկարագլուխ են եղել։ Այնպես ինչպես այսօրվա գերմանացին կամ նորվեգացին։ Դա չի նշանակում, որ գենետիկական կապ կա, հենց էտա որ ռասայագիտությունը շփոթություն առ տարիներ շարունակ 70 տարի մոտ այդպես է զարգացել, որ ձևի նմանությունը դա ժառանգաբանական մոտիկության մասին է խոսում, բայց եթե հաշվի առնենք, որ բրախիկրանիզացման գործընթացը դա միգրացիայի արդյունք չի, այլ սննդի, ինչ որ չափով սննդի գործոն է, այստեղ իհարկե գենետիկա պետք չի փնտրել եւ մարդկությունը ի սկզբանե դոլիխոկրան է եղել, չեն եղել բրախիկրան գանգեր։ Բրախիկրանությունը միկրոէվոլյուցիայի արդյունք է, որը սկսում է նեոլիթյան հեղափոխությունից, մոտ 5000 տարի առաջ սկսում են հատուկ են գանգերի վրա առաջավոր Ասիայում, Չաթալհույուկում, Թիլկի թեփեյում, Վանի ավազան հանդիպում են բրախիկրան, հետո իհարկե հայոց մեջ դա ուղղակի այսօրվա հայերի մեջ դա համատարած է, համատարած հարթածոծրակության շնորհիվ։ Միայն մեզ մոտ է դա հանդիպում։ Չէ, դա հանդիպում է ընդհանրապես առաջավոր ասիական պոպուլյացիաների մոտ, հանրությունների, մենք էլի այդ ցուցանիշով ռեկորդսմեն ենք։ Հարթածոծրակության հաշվին։ Դա արդյոք նշանակում է, որ մենք շատ ավելի շուտ ենք սկսել մենք առաջինն ենք սկսել հաց ուտել։ Առաջինն ենք սկսել, ոչ թե շուտ, այլ ուղղակի առաջինն է։ Առաջավոր ասիական գիտությունը ապացուցում է փաստերով։ Եվ արդյոք մեր էվոլյուցիան դեռ շարունակվում է։ Բոլորի ամբողջ համայն մարդկության էվոլյուցիան շարունակվում է, պարզապես դա պետք է փաստել, տեսնել եւ էվոլյուցիան այնպիսի գործընթաց է, որ հազարամյակներ, միլիոնավոր, տասնյակ հազարավոր տարիներ է ընդգրկում, նայած թե օրինակ սպիդը, կովիդը, դրանք միկրոէվոլյուցիայի արդյունք են, առաջ չեն եղել, այո, սիֆիլիսը, դրանք միաբջիջ օրգանիզմների փոփոխություններ են, գուցե մուտացիոն, որոնք ժամանակակից մարդուն են հատուկ եւ հայտնի չի թե հետո էլ ինչ կլինի։ Կարիեսը միկրոէվոլյուցիայի արդյունք է, մեզոլիթյան եւ մինչեւ նեոլիթը համարյա կարիես չի հանդիպում։ Մարդկանց ատամները չեն փչանում։ Ոչ, լուրջ է։ ոչ, այ չեմ փչանում։ Անընդհատ որտեվ ինչ են կերել, չոր բաներ։ Չոր բաները կապ չունի։ Կերել են մսամթեր, խատիկներ, սպիտակուցային մթերք են օգտագործել, հավաքչությամբ են զբաղվել եւ ոսորձությամբ, եւ ինչն է ատամաքայքարում շաքարը, գլուտենը հացի մեջ է։ Եվ նրանք խնամք չէին անում բնականաբար։ Տեղեր կա, որ խնամքին ծանոթ են եղել, փաստվում է դա։ Հա, եւ ասեմ ձեզ Սևանի ավազանի բրոնզեդարյան բնակիչները այնպիսի ատամնակար ունեն, ինչը վկայում է, որ նրանք բացարձակապես ատամի հիգիենային ծանոթ չեն եղել։ Ատամնակարը դա փափուկ կերի, հացահատիկային կերի շիլայի արդյունք է, էլի մաքսիմալ չափերի ատամնակարը հանդիպում նրանց մոտ եւ դա նշանակում է նրանք ատամները ուղղակի չեն լվանում։ Չեն մաքրել ատամնակարից, փառից հայտնված է, դա այսօր էլ կարելի է դա փաստել։ Այո։ Եվ ատամի հիգիենային լավ ծանոթ չեն եղել։ Իսկ որտեղ են հետևել ատամի հիգիենային եւ արդյոք ձեզ հայտնի է թե ինչ միջոցներ են կիրառել։ Ես շատ եմ աշխատել տափաստանային նյութերի հետ, նույն մեթոդներով մշակում էի, ինձ հնարավորություն էին տալիս Մոսկվայի մարդաբանության թանգարանում աշխատել նրանց հետ, որպեսզի համեմատեմ, եւ ինչն է հետաքրքիր, ատամների երկու ատամի արանքում չոփի տեղը կա, որ փորձել են մեջից այդ փոքրիկ անցքը ցույց է տալիս, որ նրանք ատամները չոփով մաքրել են։ Ինչ որ հետաքրքիր է։ փաստված է։
Ուղղակի հետաքրքիր է, հա, բայց Եվ եթե օգտագործել են իսկ նյութեր օգտագործել են օրինակ չենք կարա փաստել դա դժվար է փաստել բնականաբար ինչ որ գիտելիքներ ունեցել են բայց ատամնափառը այդ արդեն վկայում է որ ասում մեր ներկայիս փորձառությունը գալիս է հին ժամանակներից շատ էլի մաքսիմալ չափերի է հասնում սկայք ատամնափառը որին մենք փոխնում միներալիզացված այսպես բանը սահմանը երևում է ատամի վրա ես սահմանով տարբերում եմ որ շատ մեծ չափերի է հասել փառը եւ որտեվ չի պահպանվում հիմնականում բայց սահմանը ատամի վրա երևում է եւ էլի ասեմ որ համեմատում եմ բավականին մեծ տոկոս է կազմում իսկ կարող ենք խոսել այդ ժամանակի մարդու եղունգների ու մազերի մասին չէ չենք կարող խոսել կարող ենք մազի գույնի իմանալ աչքերի գույնի իմանալ ԴՆԹ-ի միդո բայց դրանք չեն պահպանվում հասկացածակապես չէ ոչ մի պատկերացում չունենք Եթե մենք խոսենք մարդու էվոլյուցիայի ընթացքում հայ մարդու, հա, արդեն Հայաստան գանք երևի, որովհետև ամեն դեպքում մեր հայրենակիցներին կհետաքրքրի մեր անցյալի պատմությունը, արդյոք մենք շատ լուրջ հիվանդություններ նկատում ենք ժամանակի ընթացքում, որոնք առաջ են եկել, որոնք այսօր մեզ հայտնի են, եւ արդյոք եղել են հիվանդություններ, որոնք այլևս չկան, բայց դա ոչ թե պատվաստումների, այլ էվոլյուցիայի արդյունք է։ Ես էվոլյուցիա բառը կհանեի այստեղից, որովհետև եթե մենք խոսում ենք սապիենսի մասին, դա միկրոէվոլյուցիոն գործընթաց է, ուղղակի պատմական զարգացումներ, այսպես ասենք, էվոլյուցիայի ժամանակ, էվոլյուցիայից հասկանում եմ մակրոէվոլյուցիան մարդացման գործընթաց է, այդ թողնենք դեռևս մի կողմ, կան վնասվածքաբանական հետքեր, որ անմարդաբանը փաստում է շատ հետաքրքիր ոլորտ է, որտեղ նաև բժիշկներն են մասնակցում, ռենտգենոլոգները, բժշկագիտական գիտելիք ունեցող մասնագետները, մենք անպայման այդ գանգերը այդ ուղղությամբ ենք ուսումնասիրում, մի շատ հետաքրքիր երևույթ կա, օրինակ գանգի տրեպանացիան, շաղափումը։ Ես ունեմ 1-2 գանք, որտեղ գանգը բացած է, շաղափած է, մինչև ուղեղը այդ անցքը բացած է եւ ինչն է հետաքրքիր մարդը ապրել է այդ վերքով հաճախ մահացել են բայց կա ակունքից օրինակ գտնված կմախքի վրա անցքի մի հատվածը սպիացած է դա ինչ է նշանակում որ այդ մարդը ապրել է այդպեսի թե ինչ տառապանքներ է կրել ոնց է ապրել երբ է մահացել կարելի անգամ հաշվարկել երբ է մահացել հաշվարկելով ոսկորի սպիացման արագությունը բայց ինչն է հետաքրքիր որ նրանք թերապետել են այնպիսի մեհնարկների որ նախ ցավազրկել են համենայնդեպս գանգամաշկով թե ոսկորը ցավ չի զգում եւ ուղեղը ցավ չի զգում իսկ գանգամաշկը հեռացնելու համար պետքա նրան թմրեցնեին թերապետել են մեթենակեն եւ անտիսեպտիկայի կանոններին են թերապետել որ բան այրան վարակում չստանա ունենք Հայաստանում այդպիսի թե ինչու են շաղափել դա արդեն բազմաթիվ պատճառներ ունի եւ ծիսական նպատակներով ինչու՞ չէ նաեւ գուցե բուժական նպատակներ դժվար թե տրեպանացիան բրոնզի դարում բուժական ինչ որ արդյունք տար բայց այստեղ ուրիշ խնդիր է որ մարդիկ թերապետել են ցավազրկման եւ անտիսեպտիկ միջոհնարքների որը բրոնզի դար պատկերացեք սրանից մի 3000 տարի առաջ վնասվածքները կան ջարդվածքներ որոնք հետո բան առողջացել են ճիշտ է անմիջապես տեսնում ես որ դեֆորմատված է ոսկորը բայց կապել է ինչ որ հնարքների թերապետել են որ կարողացել են այդ ոսկորը տեղը դնել եւ թե ինչ հիվանդություններով են տառապել կա բրուցիլիոզի փաստագրումը կմախքի վրա այո շատ տարածված է նոմադների մոտ տափաստանային ժողովուրդների մոտ կաթի հետևանքով կատնամթերքի բրուցիլիոզի պատճառը կմախքի վրա կարելի է փաստել բրուցիլիոզը որը շատ տարածված է տափաստանային գոտում կաթի եւ անասնապահության ուրեմն արդյունք է կարելի է ոսկորի վրա փաստել բորը Եվ ոնց կարծես թե բորի նախահայրենիքը էլի առաջավոր Ասիան է եւ Հայաստանում կարծեմ հանդիպել են բորոտության հետքեր դա ոսկորի ցանցկենության եւ զանազան ցուցանիշներ են որոնք մասնագետը փաստում է սա բորի հետևանք է կարող են փաստել տուբերկուլոզը կարելի է փաստել արտրոզների բոլոր տեսակները ողնաշարային եւ ոսկրային արտրոզների բոլոր որտեվ ոսկրանյութի վրա դա չտեսնված է փաստվում անգամ ռենտգենի վրա է դա երևում կան ԴՆԹ-ն կան հիվանդություններ որ ԴՆԹ-ն է բարձում կարողանում են ԴՆԹ-ի միջոցով որոշեն այս հիվանդությամբ տառապել է թե չէ ինչու եմ ասում որտեվ ոսկորը իրոք անդրադառնալով վեր
սկզբին հաղորդման շատ կարևոր ստույգ տեղեկատվական սկզբնաղբյուր է, շատ։ Եվ քանի գնում այս մեթոդները առատանում են, քանի գնում բարձր տեխնոլոգիաների շնորհիվ նոր մեթոդներ են, պետք է ուղղակի սովորել, գնալ ստաժիրովկաների եւ սովորել դրանք։ Ես մինչեւ այսօր ինչ որ ամեն անգամ, երբ որ մեր իտալացի գոլեգաները կամ իմ գործընկերների մոտ Ռուսաստանում գնում, մի նոր բան սովորում եմ, ես դա դժվար չի այդքան։ Ուղղակի հատկանիշը ցույց են տալի, ասում են այ այս մեթոդներով փաստի, հաճախականությունը հաշվի, համեմատենք, տեսնանք ինչպիսի տարածում է գտել տվյալ։ Սա կոչվում է հնա ախտաբանություն։ Պալիո հնախտաբանություն մի խոսքով այդպես հասկանալի է։ Ես հիշեցի այն կմախքները, որոնք թանգարաններում են պահվում։ Մենք ունենք Էջմիածնի ազգագրության թանգարանում մի շատ հետաքրքիր կմախք, որը ներկայացված է կնոջ Ժոզեֆինայի կմախքն է, կմախքները անուններ ունեն։ Նա ես էլ եմ մեկ անվանում նրանց, դա իհարկե գիտական մոտեցում չի, բայց հիշելու համար բավականին օգտակար է։ Հա, եւ իսկապես հետաքրքիր է։ Օրինակ Էջմիածնի թանգարանի կմախքը, որը կին է Ժոզեֆինան է, եւ թանգարանի տնօրենը Տիկին Անժելան ասում է, որ նա նաեւ ծննդաբերել է։ Մեծամորի թանգարանում կա Ալֆրեդը։ Արտավազդի հորինած Այո, եւ Սարդարապատի թանգարանում կա Գանգ, որը կրիպանացիայի է ենթարկված, այսինքն այդ օրինակները մենք մեր հայրենակիցները կարող են թանգարաններում տեսնել եւ կարծում եմ իրենց էլ դուր կգա, եթե տեսնեն կսկսի հետաքրքրություն առաջանալ։ Անդրադառնամ այդ խնդրին։ Ուրեմն մի Գանգը արժեք ունի անհատական մակարդակում։ Մարդաբանի համար շատ կարևոր է ընտրույթը։ Ինչքան շատ է ընտրույթը թվականակով, այդքան նա արժեքավոր է եւ հավաստի։ Եվ ընտրույթը պետք է լինի մեկ դամբարանադաշտից, հոծ տարածքում պեղված, որպեսզի մենք հասկանանք, որ մենք գործ ունենք մեկ հնահանդրության հետ։ Մի գյուղի ժողովրդի, մի ավանի բնակչության, մոտավորապես համեմատություն եմ անցկացնում, որ պարզ լինի։ Այդ ժամանակ, եթե մենք հանդրության մակարդակով, պոպուլյացիա մակարդակով ենք դիտարկում, արդեն կարող ենք հանդրության մասին եզրակացություն, ոչ թե կոնկրետ անհատի։ Մենք ունենք հոդված բավականին հեղինակավոր ամսագրում տպագրված հոմո ամսագրում Բեղծերևի հիվանդության մասին։ Իմ հասմիկը, իմ աշակերտուհին գտել էր այդ գանգը, կարծեմ պարոն Բոբոխյանի հետ պեղելու ժամանակ, եւ ուրեմն ողնաշարը այնպիսի խեղվածություն ունի, անմիջապես հասկացանք, որ դա հիվանդություն է, որտեղ ուղիղ չէր ողնասարը, ցեաձև էր։ Մասնագետ կանչեցինք, ողնաշարի մասնագետ Մոսկվայից եկավ, ուսումնասիրեց եւ ապացուցեց, որ այդ պապիկը, այդ անհատը Բեղծերևի հիվանդությամբ է տառապել։ Ինչն էր այստեղ հետաքրքիրը։ Բեղծերևով հիվանդները երկար չեն ապրում։ Սա երկար էր ապրել։ Սա նույնպես վկայում է այն փաստի մասին, որ նրան այնպես են խնամել, այնպես են շատ աղքատիկ դամբարան էր։ Ոչ մի հետնյութ չկար, այսինքն ինքը սոցիալապես ցածր ստատուս ա ունեցել, բայց ուշ է մահացել, այսինքն դա ծերուկի նկատմամբ խնամքի արդյունք է, տեսեք ինչքան բան կարելի է վերականգնել մի հատ խեղված ողնաշարից։ Սա անհատիկ կենսագրությունն է, բայց եթե մենք այդ արտրոզները տեսնում ենք պոպուլյացիայի մեջ, այստեղ մի 20 կմախքի վրա, սա արդեն խոսում է, որ այս հասարակությունը ինչ որ ծանր աշխատանքով է զբաղվել կամ մի մասնագիտական խմբի հետ գործ ունենք, թե այսօր գոյություն ունի թիավարողի, ուրեմն կմախքի առանձնահատկությունները, փաստարկված է։ Տեսնում ենք, ասում ենք, սա թիավարել է, լողորդինը, ունենք ձիավորինը, կմախքի վրա մի 50 հատկանիշ կա, որ կարելի է իմանալ նա հեծյալ է եղել, թե չէ։ Օրինակ Սևանի ավազանում հեծյալներ չեն եղել։ Չեմ գտնում այդ հատկանիշները, բայց թիավարողներ եւ լողորդներ եղել են եւ նրանց կմախքի առանձնահատկությունները խոսում են այդ առանձնահատկության մասին։ Ոտքերը թույլ են զարգացած, ձեռքերը եւ այս վզամկանին հատվածի ոսկորները շատ ուժեղ են զարգացած։ Պարզա որ նրանք բատերֆլայով չեն լողացել, շնալող են տվել հիմնականում, որի ժամանակ վզի մկանը շատ մեծ լարում է կրում։ Հասկացա։ Շատ մեծ։ Եվ նրանց մաստոիդները, այս վզամկանը գանգին միացնող մկանը շատ զարգացած է եղել, ինչի հաշվին էլ զարգացել են համապատասխան ոսկորները հաճախ, ես այդ կանանց կմախքները չեմ կարողանում բնորոշեմ, տղամարդ են թե կին։
Այո, նայում եմ տազի ոսկորներին կին է, նայում եմ կմախքի գանգի ոսկորներին եւ հատկապես բասկոսկրին, բավականին զարգացած է եւ արական եւ իհարկե բնականաբար հետո բացահայտեցինք դա եւ որոշում ենք հիմա, բայց մի 7 կմախքի մոտ ես դա այսինքն անընդհատ լողացել է, անընդհատ չէ, ծովի ափին լող են տվել եւ ինձ թվում է հիմնականում թիավարել են, որպեսզի դա տրանսպորտի միջոց է եղել ծովային միջոցից, թիավարությունը դա շատ ծանր ձեռքերի լարում է պահանջում եւ դա բասկոսկրի վրա հատկապես եւ վզամկանի վրա որ լարվել են, ես դա տեսնում եմ։ Հասկանալի։ Այսինքն մենք նույնիսկ մեկ կմախքի միջոցով կարող ենք հասկանալ մարդու միջավայրի մասին։ Միջավայրի մասին չէ, թե ինչ է սննդի մասին կարող ենք։ Միջավայրը մենք արդեն գիտենք որտեղից ենք եղել, այդ միջավայրից է դուրս կենցաղային միջավայրի։ Ինչ կենցաղով ապրի եւ հետաքրքիր ինչ պրոֆեսիա է ունեցել, ինչ մասնագիտ, իսկ ինչ վերաբերում է ծննդաբերությանը, ցայլքոսկրի վրա, այսպես կոչված անանուն ոսկորի, տազի ոսկորների վրա, ամեն ծննդաբերությունից հետո հետք է մնում։ Անկամ կարելի է հաշվարկել, թե քանի, դա եթե չեմ սխալվում, Նեմեշկերի մեթոդն է, այդքան շատ լավ տարածում չգտավ, ես էլ լավ չեմ այդքան թերապետում, բայց կա այդ մեթոդը, որ ամեն ծննդաբերությունից հետո ցայլքոսկրի վրա հետք է մնում եւ կարելի հաշվարկել թե քանի երեխա է ունեցել տվյալ անհատը։ Իսկ բրոնզի դարում միջինում քանի երեխա էին ունենում։ Ինձ թվում է անընդհատ ունենում են։ Դա կանխարգելման մեթոդները չգիտեին եւ չէ, դա չենք կարա մենք վերականգնենք, բայց պեղած ընտրույթի մանուկների թվով եւ սննդագործության պիտանի կանանց թվով կարելի է հաշվարկել միջին հաշվով քանի երեխա են ունեցել, ու հաշվենք, որ նրանց սերնդագործության տարիքը երկար չի տևել, 35 տարեկանից հետո պիտանի չեն եղել, պետք է ենթադրել, որտեվ այսօր արխայիկ ցեղերի մոտ 35-ը մաքսիմալ տարիք է, մաքսիմալ։ Կարելի է հաշվարկել, որ 17 տարեկանից մինչև 35 տարեկանը քանի երեխա կարող էին ունենալ, բայց դա շատ մոտավոր է եւ շատ այսպես ասած ճշմարտության հետ քանել, ուղղակի մոտավոր, ես առանձնապես դրանով չեմ։ Ենթադրություն է, այո։ Մի անգամ ինչ որ դոկումենտալ նյութ դիտելիս մի այսպիսի կարծիք լսեցի, որ մարդու դեմքը գնալով ավելի տափակ է լինելու։ Չեմ կարող ասել, ես դոկումենտալ նյութեր շատ եմ դիտում, բայց չեմ կարող վստահ լինել, որ բոլորը ճիշտ են ասում, որովհետև երբեմն տեսնում եմ, որ նյութեր կան սենսացիայի նպատակով են կազմակերպվում։ Դա սենսացիա չի, դա հիմարություն է։ Ուղղակի դա նոնսենս, կոպիտ ասեցի, նոնսենս է, ես իմ գիտական շրջանակներում այդպիսի ոչ կոնֆերանսներում, ոչ դասագրքերում, ոչ գիտական գրքերում այդպիսի բանի չեմ հանդիպել, այդպիսի եզրակացության։ Իսկ Հայաստանի տարածքում ամենահին կմախքը, որի հետ աշխատել եք, քանի տարեկան է։ Իմ աշխատած կմախքը դա վաղ բրոնզի Քուրարաքսյան կմախքն է եղել եւ 2 կմախք ես չեմ աշխատել, իմ իտալացի գոլեգաներ աշխատում, ուղղակի նայել եմ նեոլիթյան գանգերին են, ինքս անձամբ նրանց հետ չեմ աշխատել, 1-2 գանգեր չեմ աշխատել։ Քանի հազար տարի։ Դե նեոլիթը երևի մի 7-8 հազար տարվա հնություն կունենա։ Հրաշալի է։ Իսկ ամենաերկարակյաց մարդը, որի կմախքի հետ աշխատել եք։ 70 տարեկան մի տիկին էր։ 70-89 մոտ, որը արդեն քունքոսկրը միացել էր, լրիվ սպիացել էր գագաթոսկրի հետ, դա շատ ծերունական տարիքում է տեղի ունենում։ Հետաքրքիր է։ Զարմանալի են մարդիկ։ Իսկ կարող ենք արդյոք խոսել այն մասին, որ մեր տարածաշրջանում բացի հոմո սափիենսից եղել են այլ տեսակներ։ Իհարկե կարող ենք խոսել, մենք ունենք պալեոլիթյան պեղումներ, իսկ մենք արդեն գիտենք, թե պալեոլիթում ուշ եւ վաղ եւ միջին ինչպիսի մարդիկ են եղել, ինչպիսի հոմո տեսակ եղել, հոմո էրգաստերներենց Դմանիսի հայտնի գյուտը։ Այդ նույն մշակույթը մենք հանդիպում ենք Ստեփանավանի շրջանում։ Բնականաբար այդ մարդիկ նաեւ այդ քարե գործիքների արտադրությունը դրել են
Ստեփանավանի փաստորեն նույն Լեռնաշղթայի մյուս ափն է, հայկական կողմն է, եւ կարելի է ընդհանրել նույն Homo ergaster-ը նաեւ սահմանջի ունեցել Վրաստան-Հայաստան եւ ինքս էլ եմ այդ էքսպեդիցիաներին մասնակցել եւ վաղ պալեոլիթյան գործիքները մեր մոտ էլ կան։ Բնականաբար դրանից եզրակացնում ենք, որ դա ergaster-ն է, դրա հեղինակը եղել։ Դա մոտավորապես որ ժամանակաշրջանն է։ Շատ երկարատևել դա, ինչ ասեմ ձեզ, այն նյութերը, որ ես եմ անձամբ տեսել եւ 800,000, 500,000 տարի առաջ, գուցե մի միլիոն, մենք ունենք մի շատ լավ պալեոլիթի մասնագետ Բորիս Գասպարյանը, նրանը համարյա աֆրիկյան գյուտերին զուգահեռ են գնում, համարյա, ճիշտ է, մարդը Աֆրիկայից է դուրս եկել, բայց շատ փոքր է այդ հատվածը, եթե անգամ խեղում կա, շատ փոքր է։ Այ նրա հետ կարող եք դուք այդ հարցազրույցը վարել։ Շատ հետաքրքիր կլինի։ Մեզ լսողներին հիշեցնեմ, որ Բորիս Գասպարյանն այն մարդն է, ով գլխավորում էր Արենի քարանձավի կամ թռչունների քարանձավի պեղումները եւ այսօր կարող եք այնտեղ ծանոթանալ այն նյութերին, որոնք հայտնաբերել են եւ իհարկե խոսեցինք այս մասին անպայման ուզում եմ հարցնել, չնայած գիտեմ, որ Հայաստանում նեանդերտալցիներ չեն գտնվել, թե գտնվել են, ես չգիտեմ այդ մասին։ Մուստերյան մշակույթի, եթե նայեք, նեանդերտալցին պարտադիր չի գտնվել, եթե մուստերյան մշակույթ կա, ուրեմն դա նեանդերտալյան բայց առաջավոր ասեմ, դասական նեանդերտալցիներ չեն եղել, դա Եվրոպայի տարածքում են, դասական նեանդերտալյան տիպը, այստեղ եղել ատիպիկ նեանդերտալցիներ, եւ եթե կա մուստերյան մշակույթի մնա, որը կա, բնականաբար դա էլ ատիպիկ նեանդերտալցու ստեղծագործության այո, կպատմեք նրանց մասին, որովհետև ես գիտեմ, որ նեանդերտալցիները շատերին են հետաքրքիր, բայց մեզ կարծես թե չի դիպում այդ թեման, այնուամենայնիվ հետաքրքիր է իմանալ։ Հետաքրքիրը նեանդերտալցու այնքանով է, որ նա հոմո տեսակին է պատկանում, մարդ է։ Այո, մարդկային տեսակի է պատկանում, ունի թաղման ծես, ունի աշխատանքային, ես աշխատանքային գործիք եզր այդքան չեմ, ունի մշակույթ, քարի գործիքներ, շատ եւ ուշ նեանդերտալցիները գոյատևել են սապիենսի հետ միասին, անգամ նրանց գեները խաչասերվել են, այո, խաչասերվել են եւ նրանց գեները այսօր գենետիկները հայտնաբերում են մեր գեներում, շատ չնչին տոկոսային հարաբերակցությամբ, բայց հանդիպում են, այսինքն նրանք խաչասերվել են եւ էլի դուրս են եկել Աֆրիկայից ու աստիճանաբար բնակեցրել են Եվրոպայում, ընդհանրապես մարդը հոմո տեսակը իր վաղ շրջանում ճանաչողական մոլուցք է ունեցել, կոգնիտիվի, անընդհատ նոր տարածք է զբաղացրել, անկախ այն բախից, որ կարող կործանվի նոր էկոլոգիական միջավայրում, եւ ադապտացվել է եւ հարմարվել է, եւ Եվրոպայի ցուրտ պայմաններում նեանդերտալցին խիստ մասնագիտացված տեսակ է, խիստ, բացարձակապես մսակ էր, բացարձակապես մամոնտների, բիզոնների, միայն միսի, 90%-ը նրանց կերակրատեսակի միսն է եղել, կարողացել են խոսել, Ինձում երևի ավելի վաղ են սկսել խոսել, կան այսպիսի մի հետաքրքիր ուսումնասիրություն, շատ անցած դարի կեսերին երևի, Կրելին եւ Լիբերման, ուսումնասիրել Լաշապել Օսեն քարապեղավայրից գտնված ուրեմն կմախքը նեանդերտալցու, դասական նեանդերտալցու, արտիկուլյացիոն ապարատ ամենալավ պահպանված եւ ապացուցել են, որ նա շչականներն է շատ լավ արտասանել եւ բաղաձայնները այդ ձայնավորների նկատմամբ ուրեմն տկարություն է ունեցել այսինքն նա խոսել է Ումելգի գավարից նեանդերտալսկի չլավեք, այդպիսի մի շատ լավ հոդված կա եւ անպայման կկարդամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տպված դա եւ ուրեմն նա կարողացել է խոսել, հանդիպել է Կրոմանյոնցուն եւ ինձ թվում է նեանդերտալցիների ոչնչացման պատճառը դա նախնանց նեղ մասնագիտացումն է եղել մսակերության եւ այդ մեծ կենդանիների անհետանալը մամոնտների այո, դա էդ է պատճառ եւ ինչ որ միտեղ դեր է ունեցել նաեւ հոմո սապիենսը, որ նրանց ոչնչացրել է։
Ձեր առաջ քաշած միտքը ես առաջին անգամ եմ լսում, որովհետև սովորաբար այդ հանրամատչելի գրականության մեջ ասում են, որ Homo sapiens-ը նպաստեց, բայց մյուս տարբերակը, որ սննդի նեղացման պատճառ կար, դեռ չի կլիմայական, եթե մասսայական ոչնչացում է գնում տեսակի, դա կլիմայական պայմանն է հիմնականում եւ ինչու՞ չէ նաեւ հրաբուխները։ Օրինակ Յավայան պիձեկանտրոպները հրաբուխի պատճառով են ոչնչացել։ Խոբիտ կոչված այդ ֆլորիսյան մարդը դա ուղղակի առեղծված էր, թե նախ ինչու է առաջացել փոքրամարմին, բայց հոմո տեսակին է պատկը գաճաճները, դրանք էլ են ենթադրվում է, որ այդ Մալայան արշիպելագի հրաբխային զոնա է եղել եւ այդտեղ հրաբխի պատճառով ոչնչացել են, որովհետեւ հրաբուխը մոխիր է արտադրում, մոխիրը արևը փակում է եւ գուցե բուսականություն կերը տեսակը սնունդը պակասում է եւ դա էլ պատճառ է հանդիսացել։ Բացառված չի, որ հանդիպել են ավելի զարգացած սապիենսների այդ խոբիտները եւ նրանք են ոչնչացել, որտեղ պատկերացնում եք տեսնում եք ինչ որ պուճուրիկ մարդուկներ չափերի մարդ եւ թե ինչպես է վերաբերվել չէ, բայց նրանք դատապարտված էին ոչնչացման, աշխատանքային գործիքներ ունեն։ Նրանք։ Այո։ Հա, հետաքրքիր է։ Իսկ հսկաների մասին ինչ կասեք։ Հսկաների մասին դա սկանդալային թեմա է, ասեմ ձեր, ժամանակին շատ մեծ, ուրեմն այսպես ասած, ժուրնալիստների միջոցով որ եղել են հսկաներ չեն եղել։ Չի գտնված ոչ մի ոսկոր, որը վկայի կենսափաստ, որը վկայի, որ դա հսկայի ոսկոր է։ Ինտերնետը հեղեղված է նման փաստերով, դա ֆեյք է։ Սուտ է դա։ Ես մարդաբան եմ, ես չեմ տեսել ոչ մի հսկայի բարձրահասակ մարդու ոսկոր տեսել եմ, բայց որ դա հսկա լինի, չկան հսկաներ եւ չեն եղել։ Դա դիցաբանական սյուժե է, որ շատ ցավոք ժուրնալիստները դա շահարկում են եւ շատ մարդաբաններ թակարդն են ընկել ու մեծ կան, ես անգամ դատավարություն գիտեմ, որ իմ գոլեգաներից մեկը Ռուսաստանի ժուրնալիստին դատի է տվել իր մտքերը նենգափոխելու համար։ Դա ես ինքս անձամբ, եթե ինձ հսկաներից հարցնում են, միանգամից այդ թեման, որ չեն եղել հսկաներ։ Մարդկություն իր էվոլյուցիոն ճանապարհն ունի եւ իր հասակի եւ մարմնի չափերի կոնկրետ դիապազոնը։ Այսինքն չէին կարող ուղակի գոյատևել, հա, չէին կարող առաջանալ, որ հետո գոյատևեն։ Եթե այսպես ընդհանրացնենք այս թեման, ապա քանի տեսակի մարդակերպեր ենք ունեցել, եթե չասեմ մարդ։ Ասեմ ձեզ, թվարկեմ, նախ Homo habilis-ը 2.5 միլիոն տարի առաջ, դա նրբան ավստրալոպիտեկներից ծերված մինչալոց, ավստրալոպիտեկը դեռ կապիկ է։ Բայց ուղղայած գալով։ Բայց մեր նախնին։ Այո, որոշ գրացիլ ավստրալոպիտեկները դասագրքային ճշմարտություն եմ ես դա ասում։ Homo ergaster-ը, Homo erectus-ը, Homo neanderthalensis եւ Homo sapiens եւ հոբիտները Homo, այսպես ասած, florensis, դրանց այդպես են անվանում, դրանք էլ Homo տեսակի մեջ են։ Դրանցից ապրել է միայն sapiens-ը, գոյատևում է այսօր։ Մենք կարող ենք ասել, որ մեր բախտը բերեց կամ մենք ավելի հմուտ դուրս եկանք, ավելի լավ։ Ես մի լավ ուսուցիչ ունեի, Զուբով էվոլյուցիայով էր զբաղվում, երջանկահեշտակը մի լավ գիրք ունի գրված էվոլյուցիայի մասն, որ սովետական գիտնականներ շատ էին սիրում էվոլյուցիային անդրադառնալ, որտեղ հզոր թեմա է դա։ Իր գրքում նա շատ լավ տեսակները մեկնաբանել է, շատ լավ շարադասել է, բավական խորը գիրք է եւ այսպեսի մի հետաքրքիր միտք ունի, որ մարդը դա բնության էֆեկտ չի, մարդը դա բնության դեֆեկտ է։ Ինչու՞, որովհետև մենք մեր մասնագիտացած էվոլյուցիայի ժամանակ, մակրոէվոլյուցիայի ժամանակ բոլոր կարևոր հատկանիշները կորցրեցինք, ժանիքներ չունենք, մորթի չունենք եւ երկու ոտքի վրա քայլելը դա շատ մեծ դեֆեկտ է։ Լրիվ ֆիզիկական վազելու, ծառից ծառ թռնելու, այդ բոլոր կարողություններից եւ գոյատևմանն է դա խթաբանանում։ Մենք շեղվել ենք բնական շղթայից։ Հա, իհարկե շեղում է դա, ինձ էլ է թվում որ դա շեղում է, դա շատ կարևոր փիլիսոփայական հարց է, ես չեմ սիրում դրան անդրադառնալ, բայց այդ ձևակերպումը Զուբովի, որ ասում եմ մարդը դա բնության դեֆեկտ է, ինձ ոչ թե մարդու, այսպես ասած, վատ տեսանկյունից ներկայացնելու, այլ ուղղակի մեջ փիլիսոփայություն կա, որ բոլոր էֆեկտիվ հատկանիշները մենք կորցրեցինք։ Հա։ Եվ դա գիտակցության դրդան փոխարինեց գիտակցությունը, մտածողությունը, կոգնիտիվ ճանաչողական, այսպես ասած, կարողությունները,
կորցրեցինք ժանիքները, ձեռքերի շարժումների, հատկապես ուղղահայաց քայլվածքը, դա ես դες ասեմ շատ մեծ դեֆեկտ էր մարդու համար, նա չէր կարող գիշատիչներից պաշտպանվել։ Եվ ավստրալոպիտեկների կմախքների վրա շատ մեծ են գիշատիչների հետքերը, ոսկորների։ Նա զոհ է եղել, անընդհատ կերել են, զոհ է դարձել։ Եթե չկարողանար խմբով պաշտպանվել եւ ինչ որ հնարքներով իրեն կարողանար պաշտպանել։ Արդյոք միս եթե չուտեր մարդը իր զարգացումը անկասկած մսակերությունը շատ մեծ սպիտակուցային պրոտեինային սնունդը ոնց որ եւ հացահատիկը շատ մեծ դեր են խաղացել միկրոէվոլյուցիայի ժամանակ։ Իսկ մսի փոխարեն ավելի վաղ լեշակերությամբ են զբաղվել։ Եվ նայեք, եթե կենթանին մահացել է, սատկել է կամ զոհ է ինչ-որ մի ուրիշ կենթանու, նրա ուղեղի մեջ գիշատիչը չի կարում թափանցի, ուղեղը փակ է, մարդը կարողացել է ջարդել օրինակ անտիլոպի ուղեղը, եւ այնտեղից ուղեղը հանել է, լեշակերությամբ է զբաղվել, իսկ դա գիտեք ինչ սպիտակուցային ռեսուրս է, կամ մոլուսկները, օվկիանոսը, այսպես ասած, շվեդական սեղան է բացել մարդու համար, տեղատվության եւ ժամանակ այդ պահերին նա կարողացել է հավաքչությամբ զբաղվել եւ սպիտակուցային հսկայական ուրեմն այսպես ասած կերակրատեսակներ են մոլուսկների շնորհիվ նրա համար բացվել դրա համար մարդը երբ որ յուրացրել են նոր տարածքներ դա օվկիանոսի ափով է գնացել բոլոր ճանապարհները եթե տեսնեք օվկիան մինչեւ Ավստրալիա շարժը գնում է օվկիանոսի ափով որտեվ սնունդը առատ է եղել եւ սպիտակուցային իհարկե սնունդը շատ մեծ դեր է խաղացել այո հատկապես ուղեղի զարգացման գործում Երևանում մենք ունենք մի քարայր, որը կոչվում է Երևան 1։ Ես հաճախ այնտեղ զբոսաշրջիկներին ուղեկցում եմ, ցույց եմ տալիս այնտեղ քարի մարդու աշխատանքային գործիքներ ենք սարքում օբսիդիանից եւ շատ տպավորիչ է իհարկե այդ ամենը եւ ինձ անընդհատ հետաքրքիր է, եթե գտնվել են կրակի հետքեր 48000 տարեկան, ասում են 40000 տարին կրակի համար դա արդեն ուշ շրջան է։ Մարդիկ կրակին շատ վաղուց են տիրապետել, միլիոն անցնում է։ Իմացել են կրակն ինչ է եւ հիմիկվա, այսպես ասած, պեղումները հնացնում են կրակի գյուտը։ Փաստորեն ես մնացել եմ ավելի հին գրականության շրջանակներում եւ նաեւ աղբյուրներում նշվում է որ այդ քարանձավում գտնվել են բազմաթիվ ոսկորներ, կենդանիների մնացորդներ եւ աշխատանքային գործիքներ հենց Երևանի տարածքում։ Արդյոք այդ ժամանակ Երևանում ապրող մարդը Homo sapiens-ներ անպայման sapiens է։ Արդեն զարգացած է։ Այո, sapiens Homo տեսակին հաստատ պատկանել է։ Հասկանալի։ Երբ սկսեց հոմո տեսակը խոսել, օրինակ նեանդերթալցիների մասին երբ դուք պատմում եք, ես հիշեցի մի նյութ ինքս եմ կարդացել, որտեղ նշում էին, թե ինչ կառուցվածք ուներ կոկորդը եւ այլն եւ ինչ ձայն էր արձակում եւ մոտավորապես, եթե ճիշտ եմ հիշում, տղամարդը կարող էր այսօրվա ավելի բարակ ձայնով, կնոջ ձայնով խոսել կամ նման մի բան, արդյոք հոմոն երբ սկսեց խոսել եւ Ես հաստատ գիտեմ, որ նեանդերտալցին խոսել է, բայց ոչ բոլոր տառերն է, հնչյուններն է կարողացել արտաբերի։ Երևի նրանից առաջ երևի թե աֆրիկյան Գիբրալթարում վայրում պեղված նեանդերտալյան տեսակները արդեն խոսել են։ Հա, իսկ հոմոները երբ սկսեցին։ Հոմոն արդեն խոսել են նա։ Մոտավորապես ժամանակ։ Չեմ կարող ասել, դա այդ հարցով շատ այդքան նյութ չունենք։ Չունեմ, չեմ հետաքրքրվել, կոնկրետ թվագրությունը չեմ կարող բարձել։ Վախենում եմ սխալվեմ հիմա թվագրության առումով, բայց շատ վաղուց են սկսել, արդեն կարողացել են խոսել եւ կոմունիկատիվ հնարքների տիրապետել են ժեստերի միջոցով, սիգնալների, ինչ որ ձայնարկությունների միջոցով եւ ինչն է հետաքրքիր, մի շատ լավ այսպեսի տեսություն կա, որ ծիծաղը կենդանիները չեն ծիծաղում։ Մարդն է ծիծաղում, դա զուտ մարդկային հատկանիշ է, ձևավորվել է խոսքի տառապանքը հաղթահարելու ժամանակ։ Խոսքի տառապանքը, ծիծաղը ինչ է դա, հակաստրեսոր է, չէ՞։ Մենք խոսքը կրճատում ենք, ծիծաղում ենք, եւ ծիծաղը խոսք է կրճատում։ Չես կարողam ծիծաղելու ժամանակ խոսել եւ դա հակաստրեսոր է եղել խոսքի տառապանքը հաղթահարելու ժամանակ ասել դա միլիոնավոր միլիոն տասնյակ հազարավոր տարիների ընթացքում է ձևավորվել խոսքը որի ժամանակ նաեւ զուգահեռաբար ծիծաղը եւ այսպեսի մի հետաքրքիր բանաձև կա ծիծաղը դա ռևոլյուցիա է էվոլյուցիայի ժամանակ հետաքրքիր Ռևոլյուցիայի կենդանիները չեն ծիծաղում։ Ճիշտ է, նրանք ինչ որ ուրախություն, արտահայտություն ունեն, բայց ծիծաղի հռհռոցի գործը նրանց մոտ չկա։ Դա զուտ մարդկային հատկանիշ է։
Էլ ինչ կա մարդու հետ կապված, որ միայն մարդուն է բնորոշ։ Օվկիանոս, տիեզերք։ Չէ, խոսքը ֆիզիոլոգիական վիճակի մասին է, որը գուցե առաջին հայացքից նկատելի չի։ Բացի այն, որ հարցը չհասկացա, ավելի կոնկրետացրեք։ Քանի որ ծիծաղի մասին խոսեցիք, որ մեզ է բնորոշ, այլ ոչ կենդանիներին, էլ ինչ կա մարդու մոտ, բացի այն, որ երկու ոտքի վրա են քայլում, հոդաբաş լեզվին տիրապետել է։ Հոդաբաş։ Դա պարզ է։ Երևի այդ երկուսը ես նոր միտքս եկավ ավելի չեմ կարող։ Կան երևի գուցե շատ ավելի հատկանիշներ կան։ Երկու ոտքի վրա քայլելը։ Հա։ Ծիծաղը, հոդաբաş լեզուն։ Մաշկը երբ ազատվեց մորթուց։ Դա մեզ համար դեֆեկտ է։ Այ դա հենց այդ իմ ուսուցիչները դա դեֆեկտ է համարում, որտեղ արդեն մարդը պետք է մտածեր, թե ինչով արևին եւ ցրտին դիմանար։ Այսինքն այդ ժամանակ մարդը սկսեց հագնվել, ոչ թե հագուստը նպաստեց, որ ազատվի ավելորդ լավ։ Իսկ արդյոք մարդը կկարողանա ինչ որ ժամանակահատվածում գուցե մեր էվոլյուցիան հակառակ էֆեկտ ունենա։ Էվոլյուցիան երբեք հետադարձ չի լինում։ Երբեք դա օրենք է, էվոլյուցիան չունի հետադարձ զարգացում։ Ասում են ինչու հիմա կապիկից մարդ չի առաջանում, չի առաջանալ, որտեվ դա արդեն տեղի է ունեցել։ Իսկ դարվինիզմին եթե անդրադառնանք։ Դարվինիզմը այսօր դա պաշտոնական տեսակետ է ակադեմիական շրջանակներում։ Հեղինակավոր բուհերի դասագրքերում, կոնֆերանսների ժամանակ դարվինիզմը չի հերկվում, նա համեմված է զանազան տեսություններով, մուտագենեզի, մուտացիոնիստական, սելեկցիոնիստական, հարմարվողականության, ավտոգենեզի զարգանում է, բայց դարվինիզմը չի հերկվում։ Դարվինիզմի հիմնական օպոնենտը դա կրեացիոնիստական տեսությունն է, աստվածաբանական, երբ որ աստվածաբաններ եւ գիտնականներ իրար հետ վիճում են, ես այդ վեճը համարում եմ անհեթեթ, որովհետեւ տարբեր կատեգորի դաշտեր են դրանք եւ տարբեր կատեգորիաների, քաշային կատեգորիաների անհատներ են վիճում, ինքս խուսափում եմ վիճել աստվածաբանների հետ, ինչու նրանց մեջքին Աստվածն է կանգնած եւ ամեն ինչ կարող են բացատրել անբացատրելիով։ Հասկանում եք, գիտնականին փաստ է պետք։ Եվ մենք այս վիճաբանության ժամանակ ավելի ցածր վիճակում ենք գտնվում։ Դա համար ես խուսափում եմ աստվածաբանների հետ վիճելուց, բայց իհարկե ինքս ականատես եմ եղել 1-2 հաղորդումների, որտեղ գիտնականը եւ շատ ինտելեկտուալ աստվածաբանը վիճում էին այդ հարցի շուրջը, շատ հետաքրքիր էր լսել եւ երկուսով ոնց էին գալիս ընդհանուր հայտարարի։ Այդ հաղորդումը ես չեմ սխալվում նախորդ պատրիարխը Ռուսաստանի, չեմ հիշում անը, եւ ակադեմիկ Արբատովը փիլիսոփա իրար հետ խոսում էին հեռուստատեսությամբ, շատ հետաքրքիր հաղորդում էր։ Եկան հանգեցին անվերջության գաղափարին, անբացատրելիին, անճանաչելիին, անվերջին։ Միասին Աստծուն, այսպես ասած, ամփոփեցին անսահմանության մեջ երկուսով։ Արբատովն ասում էր, որ դա անբացատրելի է գիտնական անզոր է, պատրիարքը ասում էր, որ դա, այսպես ուրեմն, Աստված դա անվերջությունն է, դա անճանաչելին է, անսահմանն է։ Ու մի հետաքրքիր հարցադրում դրվեց։ Կարծեմ Արբատովը այդ հարցը տվեց, ասեց, իսկ դուք փորձել եք ճանաչել փոքրի անսահմանությունը, որ մասը կարող է կեսվել։ Այդ պահին ասում եմ, մոտ կլաստրոֆոբիա սկսեց, երբ որ դու ուզում ես պատկերացնես, թե փոքրը ինչքան կարա կիսվի դեպի անվերջը, այ դա պատկերացնելու չի։ Շատ հետաքրքիր հաղորդում էր եւ դրանից հետո ես խուսափում եմ իհարկե այդ հարցերին պատասխանել, շատ եմ վիճում այդպես խորթային, այսպես ասած, երկրի գաղափարախոսության ավարտից հետո հակադարվինիստական կրեացիոնիստական տեսությունները գլուխ բարձրացրեցին, անգամ դպրոցներում ծնողներ կային, որ արգելում էին երեխաներին, վիճում էին, դատի էին տալիս, շատ եմ հանդիպել Ռուսաստանում հատկապես։ Հիմա կարծես թե այդ շարժումը դադարել է, որտեղ բոլոր դեպքերում ակադեմիական շրջանակներում դարվինիզմը պաշտոնական տեսակետ է համարվում։ Ամեն դեպքում մեկը մյուսին չի հակասում եւ երկուսն էլ կարող են Չէ, մեկը մյուսին շատ հակասում է, ավելի մեծ հակադրություն ես չեմ տեսել, շատ մեծ հակադրություն է դա, բայց պետք չի դրանից կոնֆլիկտ ստեղծել, կոնֆլիկտ պետք չի, վիճաբանություն կարելի է, կոնֆլիկտ պետք չի ստեղծել։ Շատ լավ, եթե մենք խոսենք մարդու գույնի մասին, պիգմենտացիայի, այո,
Եթե մենք Աֆրիկայից ենք, բոլորս Աֆրիկայից ենք դուրս եկել եւ աշխարհում մենք սփռվել ենք եւ տարբեր տարածաշրջաններում տարբեր մաշկի, մազերի գույն, աչքերի գույն ունենք։ Հիմա դուք կապուտաչա եք, ես շագանակագույն աչքեր ունեմ։ Ինչով է սա պայմանավորված։ Ուրեմն մարդկությունը ի սկզբանե անգամ սապիենսը բաց պիգմենտավորում չունեցել։ Բաց պիգմենտավորը դա ոչ թե գույն է, դա գունաթափում է։ Դա պիգմենտի պակասություն է եւ դա ռեցեսիվ գեն է։ Ավելի մեջ չենք թաթախում։ Գույնը պիգմենտը, թխության պիգմենտը բացակայում է եւ մազերը ստանում են այն գույնը, օրինակ շիկահերությունը, պղնձի գույնն է մազի տակից երևում, որտեվ սև պիգմենտը, մուգ պիգմենտը չի թաքցնում պղնձի գույնը։ Աչքերը կապույտ են, որովհետեւ մեջը մուգ պիգմենտ չկա եւ ջուրը եւ երկինքը ինչու են կապույտ, այդ աչքի նույն էֆեկտն է։ Եվ դա սկսվեց DNT-ն կարողանում է դա բացահայտել։ Հետաքրքիր է, որ պիգմենտը կարողանում է DNT-ի մեջ բացահայտել։ Առաջի շիկահերը դա, եթե էլի չեմ սխալվում, Ջիբրալթարի նեանդերտալցիներ, որը շիկահեր էր։ Դա համար նեանդերտալցիներին համարում են բաց պիգմենտա, բայց համատարած պոպուլյացիոն մակարդակով բաց պիգմենտավորումը, եթե մի 5000 տարվա պատմություն ունի։ Այդքան արագ։ Այո, մի 5000 տարվա պատմություն ունի, որտեղ բոլոր ոսկրաբանական նյութերի մեջ հնամարտաբանական բաց պիգմենտ չեն հայտնաբերում։ Եթե անգամ հայտնաբերեն հատուկ են որպես ռեցեսիվ անոմալիա, որպես ռեցեսիվ գեն, թե ինչու է հյուսիսում բաց պիգմենտը այդպիսի տարածում գտել հյուսիսային ժողովուրդների մոտ, էլի բացատրություն ունի դա, որտեղ թույլ է տալիս վիտամին D ավելի ակտիվ ընկալել, հարմարվողականության, այսպես ասած, բանն է դա, սելեկցիայի ու հարմարվողականության արդյունք է, նախ արևը պակաս է եւ վիտամին D-ն բաց մաշկը, բաց մազը, բաց պիգմենտը ավելի լավ է ընկալում մարմնի համար, քան թե մուգը, իսկ մուգը, ես ասեմ ձեզ, աֆրիկյան նեգրերն էլ այդքան մուգ չեն եղել, վերջերս են մքացել։ Վայ։ Այո, որտեղ նրանց նախնիները, որոնք թողեցին աֆրիկյան մայրցամաքը եւ ասիական ճանապարհով տարածվեցին դեպի Ավստրալիա, լրիվ ուրիշ մարդաբանական տիպ ունեն։ Ճիշտ է, հասարակածային ռասային են պատկանում, բայց նրանք այդքան մուգ չեն, նրանք այդքան գանգուր մազեր չունեն։ Ենթառասայական մակարդակով շատ են տարբերվում Ավստրալիայի աբորիգենները եւ պետք է ենթադրել, որ նրանք այս տիպն են եղել նախնականում նախկինում, երբ որ մարդկությունը բնակեցրեց, հայտնվեց առաջավոր ասիական տարածքներում, միջինասիական տարածքներում, այնտեղ բաց պիգմենտ չի եղել։ Չի եղել։ Պիգմենտավորումը, բաց պիգմենտը դա եւ նեգրական, այսպես ասած, սուդանական տիպի մուգությունը էլի վերջերս ադապտացիայի արևի հարմարվողականության սելեկցիայի արդյունք է։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ ավելի մուգ էին, քան մենք, բայց այնքան մուգ չէին, որքան աֆրիկացի մուլատների միջին։ Հա, այո։ Օրինակ Հայաստանում գտնված նեոլիթյան շրջանի մարդիկ նույնպես շատ մուգ էին։ Նրանց եթե գեներն ուսումնասիրեն նեոլիթյան, կարող է 1-2 հոգու մոտ բաց պիգմենտ արպես որպես ռեցեսիվ, այսպես ասած, գենի դրիվ հայտնաբերեն, բայց դա համատարած չի եղել։ Բայց Արենիում գտնված գանգերի մասին ասում են նրանք շեկ են, դրա մասում կարող է, եթե ուսումնասիրեն այդ փաստը կա, եթե կա այդ փաստը եւ հրատարակված է եւ գիտնա, ուրեմն այո, նեոլիթից ես ասեցի, նեոլիթից սկսած, այո, հայտնվում է, նեոլիթից սկսած բաց պիգմենտը հատուկ են հայտնվում է։ Ահա։ Իսկ ալբինոսները, ալբինոսը դա անոմալիա է, որոնք ընդհանրապես զուրկ են պիգմենտից եւ թափանցիկ են ուղղակի։ Դա անոմալիա է, դա տեսակ չի։ Դա հատուկ են ամեն ռասայի մեջ ալբինոս կարող է լինել։ Նաև սևամորթ մարդկանց մոտ է նկատվում։ Եթե խոսում ենք ռասաների մասին, ռասայական բաժանումներ կան աշխարհում, մենք արմենոիդ ռասայի մեջ ենք, կա մոնղոլոիդ ռասա, նեգրոիդ ռասա եւ այլն։ Ինչ կասեք այս մասին։ Ուրեմն այսօր արմենոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ, եվրոպոիդ եզրերը համարվում են մովետոն։ Այո, չի կարելի օգտագործել եւ դա ասեմ ձեզ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռասայագիտությունը եւ ռասիզմը հավասարության նշան ձեռք բերեցին։ Այո, հավասարության եւ ռասայագիտությունը որպես գիտություն զարգացավ միայն սովխորհրդային տարածքում։ Մենք չէինք խորշում
ռասա բառից, էթնիկական մարդաբանություն բառից եւ բոլոր գիտական հետազոտությունները էթնիկական բնույթ էին կրում եւ էթնիկական ուղղվածություն ունեին ու շատ հաջող զարգանում էին, ինչպես ամեն մի հանրապետություն իր ագենտին ուղարկում է Ռուսաստան սովորելու, դոկտորական էին պաշտպանում եւ գալիս էին իրենց ժողովրդի էթնոգենեզի պատմությունը մարդաբանական նյութերի վրա գրելու։ Այդպես Աբդուշելիշվիլին գրեց, Ալեքսեևը գրեց Կովկասյան ժողովուրդների ծագումնաբանությունը, Բալթիական ժողովուրդների ծագումնաբանությունը, Դենիսովան գրեց, Միջինասիական ժողովուրդների ծագումնաբանությունը, հատուկ, այսպես ասած, տрафարետ կար, որով իմ օրոք դա արդեն սկսեց խամրել։ Ռասայագիտությունը չէր ֆինանսավորվում, ռասայագիտությունը գրանտներ չէին ստանում, խորհրդային երկիրը փուլ եկավ եւ հայտնվեցին արտասահմանյան գրանտները եւ ովքեր որ լավ էին վճարում, իսկ ռասայագիտական, էթնիկական, մարդաբանական աշխատանքներին ուրեմն անուշադրության էին մատրում։ Ինչևից է զարգանում է դա եւ շատ թույլ տեմպերով դրանք եկավ փոխարինելու կենսահնագիտությունը։ Երբ որ գիտնականին պարտադրում էին, որպեսզի զբաղվի էկոլոգիական միջավայրի եւ մարդկային տեսակների հարմարվողականության, հնաախտաբանական, կենսակերպի վերակազմության, մարդու կենսակերպը վերակազմել ըստ կմախքի, ինչ որ ես արդեն մի թեթև բացատրեցի։ Իմ հին ուսուցիչներից մեկը ասեց, «Էլ ինչ դուք կարող եք մեզ պատմել, այս մեր նոր գոլեգաներին, որ ֆորտում են ատամների վրա, ատամնախտաբանական հատկանիշների վրա, ինչ որ եզրակացություն, ինչ որ մենք չգիտենք։ Է պարզա որ հաց է կերել, պետք է ատամները կարիեսով պատվեին, կարիեսը ինչու չեք զբաղվում էթնոժառանգաբանական հարցերով։ Առաջինը նախ էթնոժառանգաբանական հարցերով զբաղվող գիտնականների մեծ մասը ինչու դեվալվացվեց այդ գիտությունը, կենսաբաններ, որոնք շատ վատ էին կազմում պատմամշակութային հենքը, որի վրա կարող էին կմախքի միջոցով գործեն այդ խալին։ Եվ շատ փաստարկներ խեղվում էին, սպիտակ կետեր էին ի հայտ գալիս, խեղված պատկերներ էին ի հայտ գալիս։ Եվ ես ասեմ, բոլոր այն մարդաբանները, որոնք խորհրդային դաստիարակությունը, կրթություն ստացան եւ գրեցին այն ժողովուրդների էթնոգենեզը, զիջում էին լեզվաբաններին։ Պիոները մնաց լեզվաբանով կարողանում էր էթնոժառանգաբանական խնդիր լուծել։ Կմախքը կամ հնամարդաբանական նյութը անզոր դարձավ եւ ինչ որ միտեղ արժե զրկվեց։ Այդքան ես էթնոգենեզին նվիրված, սլավոնների էթնոգենեզին նվիրված հսկայական շատ լավ աշխատանքներ կան, իմ ուսուցչուհի Տատյանա Ալեքսեևի կողմից գրված խմբագրակ, չի լուծվում այդ հարցը։ Այնպես չեն լուծում, ոնց որ լեզվաբանն է լուծում այդ հարցը։ Եվ պատճառը դա այն է, որ լեզվական լեզուն կարող է տարածվել առանց գրողի, դոմինոյի միջոցով, մշակութային փոխառնչությունների միջոցով, բայց գենը առանց գրողի չի կարող տեղաշարժվել։ Պետք է եւ նրանց արագությունը տարածման շատ տարբեր է ու չեն համընկնում իրար։ Դրա համար այդ հետաքրքիր դիսոնանսը առաջացավ եւ եկավ այն պահը, երբ որ խորհրդային երկիրը փոլ եկավ, ուղղակի չէր ֆինանսավորում էթնոժառանգաբանական գրանտը կամ ուղղությունը։ Ես ինքս էլ իմ ուղղությունը փոխեցի դեպի կենսահնագիտություն, սկսեցի, ճիշտ է, զբաղվում եմ, անկասկած զբաղվում եմ։ Երկրորդը, ինչ էին անում մարդաբանները։ Միջինացված ցուցանիշներով էին համեմատություն անում։ Միջին հաշվով հայերի գանգերը այսպիսի միջին հաշվով միջինի մեջ թաքնվում է մեծ իրականությունը։ Չես տեսնում տարածման շրջանակները, տարբերակվածության աստիճանը։ Մենք հիմա իմ աշակերտից հետ եւ մի նոր մեթոդ ենք մշակել, որ միջինով չենք համեմատում։ Մենք համեմատում ենք անհատապես բոլորին։ Անհատ եւ տարածման սփռման տարածքն ենք տեսնում, թե ինչ մեծ դիապազոնով է սփռված այդ տիպը։ Կոորդինատային առանցքների զանազան ստատիստիկական մեթոդներ կան։ Դա ինչ որ ավելի լուրջ պատկեր է տալիս, բայց բոլոր դեպքերում, ասեմ դες էթնիկական մարդաբանությունը, որը շատ հեշտ քաղաքականացվում էր եւ շահարկվում էր, հատկապես ժամանակակից քաղաքական եւ կոնֆլիկտային իրավիճակներում, դա արդյունք արգելակեցին։ Ինչ որ միտեղ արգելակվեց եւ հիմա մեծ զարգացումներ չի ստանում այս ռասայագիտությունը։ Ռասաներին կարելի է տարբերակել, ռասաներին կարելի է դա անգամ անհատական մակարդակով ասել ինչ է, ենթառասայական մակարդակով նորվեգացուն հայից կարելի է տարբերակել, բայց ոնց հային տարբերակել վերացուց։
Դրա համար ինչ էին անում մարդաբան, նախորդ իմանում էին թե ինչ մշակույթի էթնոսի եւ ինչ տարածաշրջանի բնակիչական, հետո համեմատում են։ Համեմատության ժամանակ չնչին մարդաբանական տարբերություններ էին հայտնաբերում, որը ասեմ դες գիտական առումով դա մեծ գյուտ չէր։ Եթե ես նախանխավ գիտեմ թե ում եմ չափագրել, վրացուն թե հային, ես խումբ եմ կազմում, համեմատում եմ եւ շատ չնչին կամ ընդհանրապես տարբերություն չեմ տեսնում միջին հաշվով։ Իսկ եթե կան այդ չնչինները։ Կան, օրինակ Կովկասյան տարածաշրջանում կա 4 չնչին տարբերություն, որ Կովկասի տարածքի բոլոր ժողովուրդներն իրարից տարբերում է։ Ադրբեջանցիները հարավ եվրոպեոիդ մասշտաբով մի քիչ նրբակազմ են, նեղադեմ են, ամենաթուխն են եւ նրանց երրորդային մազային ծածկույթը քիչ փարթամ է, բայց քիչ փարթամություն ունի։ Հայերը մաքսիմալ փարթամ երրորդային մազային ծածկույթ են, դա սեռական ասունացումից իհայտ եկած հետո իհայտ եկած մազային ծածկույթն է, աշխարհում մաքսիմալ ամենապրոֆիլավորված քիթ ունեն եւ ամենահարթածոծրակն են։ Տարբեր։ Նրանք էլ են այդպեսին, բայց զիջում են, ընդամենը նույնը Այսինքն որ նրանք այլ սուբստրատը շատ մեծ է եղել առաջավոր ասիական, այո, շատ մեծ է եղել։ Շատ գենետիկական մակարդակով այդ մողոլոիդ գենը բանանում, բռնվում։ Շատ են փոխել ինձ, մինչև Ալթայից եկե հասել են, այսինքն խառնվելու անընդհատ, մինչև Ալթայից հասել են Ադրբեջանի տարածք, որտեղ իր տեղական առաջավոր Միդիան է եղել, այդտեղ առաջավոր ասիական պոպուլյացիաներ են ապրել, Ալբանիան է եղել, նրանք մողոլոիդ չեն եղել, խառնվել են եւ կորցրել են, ոչ թե փոխվել են, այլ ուղղակի կորցրել են գենետիկական մակարդակով, այսպես կոչված թաթ մուտացիան, որը մողոլոիդ ռասաներին, մողոլոիդ ռասային շատ փոքր տոկոսով հայտնաբերվում է։ Մինչև հայոց մեջ դա չկա։ Հրաշալի է։ Այդ արդեն եպիսկոպոսյան Հրաշալի է։ Այո, անպայման, ես այնքան հարց ունեմ պարոն եպիսկոպոսյանին։ Իսկ վրացիների հետ տարբերությունները, քանի որ շատ հետաքրքիր ըստ էության տարածաշրջանում մենք ենք հները, բնիկները։ Չէ, վրացիներն են բնիկ եւ Հյուսիսային Կովկասի բնակիչները տեղաբնիկ են ուղակի։ Նրանց դեբեցը իմ ուսուցչի ուսուցիչը պոստկրոմանոիդ էր ասում։ Այնքան տեղաբնիկ են, չէ՞, Ես նկատի ունեմ մենք եւ վրացիները հաշվի առնելով մենք հիմա նայեք, ուրեմն Կովկասյան տարածաշրջանում Սև ծովի ափին բնակվող պոպուլյացիաները, աբխազներ, լազեր, աջարներ, բաց պիգմենտավորումն են եւ ավելի երկայնահասակ են։ Համակովկասյան մասշտաբով։ Կասպից ծովի ափին բնակվող պոպուլյացիաները, Դաղստանի 30-ից ավելի հանրությունները եւ ադրբեջանցիները ադրբեջանցին չէ, թողենք միայն ադրբեջանցիները, դրանք կասպիական ռասային մարդաբանական տիպին են պատկանում, ասեցի, ավելի նրբակազմ են, ավելի մուգ պիգմենտավորում ունեն եւ երրորդային մազային ծածկույթը այնքան էլ փարթամ չի, փարթամ լինելով հանդերձ։ Հյուսիսային Կովկասի, հատկապես կենտրոնական հատվածի պոպուլյացիան չեչեններ, ինգուշներ, հիմնականում օսեցիններ, չափազանց զանգված եղեն եւ լայնակերպ լայնակերպ եւ այո եւ դեմքն էլ է լայնակերպ եւ բաց պիգմենտավորման զգալի տոկոս ունեն հայերը 3 հատկանիշով համաշխարհային ռեկորդսմեն են քարտածոծրակություն պրոֆիլավորված եւ երկար քիթ եւ երրորդային մազային ծածկույթի փարթամություն այդ չնչին տարբեր բայց եթե ես չիմանամ թե այս հանդրությունը որտեղից է ուսումնասիրված, ինչ կրոն է դավանել, ինչ տարածքի ժողովուրդ է, ինչ գյուղի ժողովուրդ է, թե ժամանակակից մարդաբանական մեթոդներով ես չեմ կարող ասել, թե ընդհանրապես կասեմ հարավային Եվրոպեոիդ է, էթնիկական, դրա համար էթնիկական մարդաբանությունը արդեն երբ որ իջան ոչ թե ռասայական մակարդակում սկսեցին ուսումնասիրել, այլ էթնիկական էթնոսներ, մենք կանխավ պետք է իմանանք լեզուն, տարածքը, մշակույթը ազգային ինքնագիտակցությունը նոր որոշենք թե ինչ մարդաբանական տիպերով է տարբերվում, որ այնքան էլ մեծ գյուտ չի ասեմ ձեզ, այնքան էլ մեծ հաջողություն չի գիտության համար։ Մենք որպես հայկական լեռնաշխարհի բնիկներ, արդյոք մեր ձևավորման հիմքում մենք մեր պատմության դասագրքերում սովորում ենք, որ մի քանի տեղային ցեղերը միավորվեցին եւ կազմավորվեց հայ էթնիկ միավորը։ Արդյոք այդ բոլոր միավորները նույն տեսակն էին։ Բացարձակապես ուրարտացիները, անգամ նրանց բարձրաքանդակների վրա որ տեսնում, նրանք արդեն բրախիկրան են։ Հա Բրախիկ արդեն հարթածոծրակություն ունեն բացի բրախիկրան։ Տեղի բնակիչները Սևանի ավազանի այդ բրոնզե դարյան
երևի մաքսիմալ դոլիխոկեֆալ են։ Եվ նրանց միաձուլումից, խառնուրդից, երբ որ եկան գրավեցին այս տարածքը, հաստատվեցին այստեղ արձանագրություններ կան, չէ՞, որ արտական թագավորները Վանի Ավազանի բնակչանը այստեղ են բնակեցրել։ Եկա նվաճեցին։ Մետիսացիա տեղի ունեցավ եւ մարդաբանական առումով հաղթեց բրախիկեֆալ տարբերակը։ Որտե նրանք շատ էին, նա դոմինանտ գեն էր։ Հասկացա ինչի։ Դոմինանտ գեներ եւ նրանք հաղթեցին հաղթանակով։ Ընդ որում ասեմ ձեզ, երկարակերպությունը այդ Սևանի Ավազանի բնակչության ահռելի գանգասկավառակ ունեն, դա ռեցեսիվ գեն է, դա խառնվելու ժամանակ պարտվում է։ Ոնց որ թե այո, փոքրանում է, գանգասկավառակը փոքրանալու, օպտիմալիզացվելու հակում ունի։ Ուղեղը Եվ փաստորեն նրբակազմությունը, բրախիկեֆալիզացիան հաղթեց, այդ թվում նաև աքսելերացիան, կյանքի տևողության եւ հասակը երկարեց։ Այդպիսի միկրոէվոլյուցիոն գործընթացներ են տեղի ունենում, որոնք այդքան էլ էթնիկական խնդիր չի։ Դա ուղղակի էվոլյուցիոն խնդիր է, որով թե որ գենը կհաղթի, որ տեսակը կհաղթի, որն է ավելի հարմարվողականության առումով ավելի օպտիմալ եւ հարմար ուղղակի։ Այսպիսի մի ասույթ է պատտվում մեր ժողովրդի մեջ, որ նախկինում հայերը կապուտաչա են եւ շիկահեր չասեմ դա կարմրի Դե ինձ թվում է որ Սևանի Ավազանի այդ դոլիխոկեֆալ բնակիչները, եթե երկարակերպությունը, երկար դոլիխոկեֆալությունը կոռելացվում է բաց պիգմենտի հետ, գուցեև այո, ինչու՞ չէ։ Բայց ընդհանուր առմամբ մենք կարող ենք այդ մասին խոսել, որ հայկական Չէ, չենք կարող խոսել, որտեվ գույնը ես չեմ կարող բացահայտել, թե պետք է դա հատուկ գենետիկական իմ ճաշատ հետաքրքիր կլինի հատուկ պատվեր տալ, որպեսզի ժառանգաբանները կարողանան բացահայտել Սևանի Ավազանի բնակիչները այդ դոլիխոկեֆալ ինչ պիգմենտ են ունեցել, բաց են եղել թե տխահեր։ Ամենահետաքրքիր դեպքը, որ դուք ուսումնասիրել եք ձեր պրակտիկայում, որը այնքան է ձեզ տպավորել, որ դա ինչ որ կերպ ազդել է ձեր գործունեությունը։ Ասեմ ձեզ, հիմա ոչ մի բանի վրա չի ազդում, ինձ համար այնքան եմ պեղելու, այնքան կմախքի հետ եմ գործունեցել, բայց որ նոր Մոսկվայից եկա եւ Ջողազում պեղում էի, Ջողազի տարածքում, խմբային թաղում Քուրո Արաքսյան, մի կնոջ կմախք բացեցի, որի փորիկի մեջ երեխա կար, հղի էր։ Այդ ազդելու առումով դա, հղի ժամանակ թաղել են եւ կոնքոսկրերի մեջ փոքրիկ մանկական որն է, սաղմիկը մահկա հայտնաբերեցի։ Այսինքն մահացել էր հղի վիճակում։ Այո, հղի վիճակում, դե հիմա դա բան չի, այդպես ասած բացառիկ դեպք չի, անգամ հիմա։ Դե հա, հիմա էլ են մահանում հղի կանայք, ցավոք սրտի մարդիկ մի օր մահանում են, ուզենք թե չուզենք, եւ այսպիսի մի դեպք կա, որտեղ պատմում են ներողություն հարցը սխալ ձևակերպեցի, նորից ձևակերպեմ։ Այսպիսի մի հնագիտական նյութի ենք ծանոթ, որ մի կնոջից ծնված զույգ երեխաները տարբեր հայրերից են սերում։ Այ, եկեք ամենահետաքրքիր հարցը։ Ուրեմն նախ երկար պատմություն է, դա Վիշապի դամբարանը։ Ահա 50-ական թվականներին, ես կարծեմ 2 տարեկան եմ եղել ընդամենը այդ ժամանակ, Էմա Խանզադյանը շատ հայտնի հնագետ պեղում է Սևանի Ավազանում մի դամբարան, որտեղից Վիշապի կոթող է գտնում, բերում այդ կոթողը Մեծամորի թանգարանի դռան դիմաց, մինչև այսօր կանգնած է այդ կոթողը, Նյութն էլ իր թանգարանի պահոցներում պահում է ու չի հրատարակում, կես դարից ավել։ Մահանում է, չի հրատարակում, շատ դա ընդունված բաներ են, հինգնագետեր պահում էին նյութը, հետո մեռած նյութ էր դա դառնում։ Արտավազդը, որ թանգարանի տնօրեն էր, Զաքյան, թանգարանի տնօրեն էր, զանգից ասեց Տիկին Մկրտչյան, մի հատ բան եմ գտել, արկղիկ եմ գտել, մեջը ոսկորներ կան, որոնք Վիշապի դամբարանից են իհայտ եկել, Էմա Խանզադյանի ձեռքով գրած։ Ուղարկեմ ձեզ։ Ուղարկեցին միլիմետրովկայի վրա ընդամենը, շարեց այդ ոսկորները, փոքրիկ ոսկորներ էին, լուցկու չոփի հաստության եւ երկարության։ 2 ամսական չհասած 2 երեխայի ոսկորներ, զույգ, որտեվ նույնն էին ոսկորներ, նույնական էին։ Ասեցի դուք գտել եք զույգերի ոսկորներ այդ դամբարանից
Եվ անմիջապես իմ գործընկերները, որոնք դիցաբանության լավ մասնագետներ են, սկսեցին վերակազմություն։ Էլ Սանասար ու Բաղդասար զույգերը, գնացին եկվորակների եւ ծնվեց մի շատ հետաքրքիր հոդված, որը Արսեն Բոբոխյանի խմբագրությամբ հրատարակված այդ վիշապի մենագրության մեջ այդ հոդվածը հրատարակվեց։ Հետո այդ հոդվածը հրատարակվեց շատ բարձր սկոպուսային մի ամսագրում, արդեն մի քանի հեղինակի մասնակցությամբ։ Իմ խնդիրը այդտեղ բարձելներ, որ այդ փոքրիկ ոսկորները, որ գտել են, դրանք զույգի են պատկանում, որտեվ նույնական են, դա դժվար չէ, գտան գրականություն, որտեղ կարող է կես միլիմետրի, մի միլիմետրի տարբերությունը անհատական լինել, եւ երբ որ հարցը գնաց, թե պետք է հրատարակվի դա բարձր ռեյտինգ ունեցող սկոպուսային ժուրնալում, ես ասացի առանց ԴՆԹ-ի ես դա չեմ հեղինակի։ Տվեցինք ԴՆԹ-ի ու ինչ հետաքրքիր պատկերներ։ ԴՆԹ-ն ապացեց, որ դրանք աղջիկ են եւ դրանք զույգեր են։ Մեկ Սերը չգիտեի։ Դրանք աղջիկ են։ Էլի զույգ աղջիկներ, վիշապ, այդ հեքիաթների մեջ այնքան կայացել։ Սանասարն ու Բաղդասարը չէին։ Հա, դա այնքան համամարտկային սյուժե է, որ ես չգիտեմ թե որ ժամանակից է այդ սյուժեն ծնվել եւ գալիս։ Այդ չի կարևորը։ Գենետիկները այսպեսի մի ակնարկ արեցին, որ տարբեր հայրերից են այդ երեխաները, տարբեր հայրերից։ Ընդ որում այդ ամսագիրը ով հրադա, ասեց այդ փաստը հանեք, լավ չի ապացուցված։ Ինչու։ Լավ չէին կարողացել փաստել դա, շատ դժվար է երևի։ Ես ինքս էլ վախեցա այդ եզրակացությունից։ Գետերո պատրիալնի, այսպես էին ասում, հետերո երկու հայրերի, ուրեմն մտածեցի թե երբ կարող էր դա լինել, եւ դա կարող էր պոլիանդրիայի հետևանք լինել։ Երբ որ մի կինը մի քանի ինչ որ եթե ապացուցվի, որ այդ զույգերից դա կարելի է նորից ԴՆԹ-ի տալ եւ ապացուցել, դրա բացատրությունը պետք է առասպելաբանական դիցաբանական սյուժեներում գտնել, որ իրոք եւ ասեմ ձեզ, այդպիսի ծնունդներ ժամանակակից 10,000-ից մեկը լինում է։ 10,000-ից մեկը կարող է երեխան զույգը մի հորից լինի, այն զույգը մյուս հորից։ Եվ դժվար չի վերակազմել, թե դա ինչ ձևով կարող է լինել, որ այդպիսի դեպքերը ուրեմն փաստվեն։ Ես ուղղակի այդ մասին չեմ ուզում շատ խոսել, որտեղ դա, այսպես ասած, ենթադրությունների եւ զավեշտի կարող է վերածվի, բայց մենք այդ փաստը Բայց դա շատ հետաքրքիր անչափ հետաքրքիր փաստ է, բայց մեր հրատարակիչը ասեց այդ մասը հանեք, որտեղ այնքան էլ լավ ապացուցված չէ, բայց ես վստահ չեմ, որ դա իրոք այդպես չի։ Այսինքն ուղղակի պետք էր նյութը քանի որ կյանքում դա կա 10,000-ից մեկը կարող է այդպես, ինչու՞ չէ, գուցե մեր հանդիպած դեպքը դա ինչ որ ծիսական արարողության արդյունք է եղել, ծիսական արարողության արդյունք է եղել, որ ինչ իմանաս թե ինչ ձև են մտածել։ Ու դա պետքա դիցաբանական սյուժեներում գտնել կամ ինչ որ հրաշալի նյութ բանաստերներին ուսումնասիրության։ Իսկ ձեզ շնորհակալ եմ անսահման հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Ես վստահ եմ, որ եթե մենք այս մասին շատ խոսենք, այս նյութերի մասին, մեր երիտասարդների մոտ հետաքրքրություն կառաջանա եւ գուցե մենք մի քանի տարի հետո 20 մարդաբան ունենանք Հայաստանում։ Վստահ եմ, որ կարիք ունենք մասնագետների։ Այո, ես ձեզ ասեմ, մարդաբանություն դա միայն ֆիզիկական մարդաբանություն չի։ Կա հոգեբանական մարդաբանություն, կրոնական մարդաբանություն, տնտեսական մարդաբանություն, իրավական մարդաբանություն, այսքան բոլոր են գիտաճյուղերը, որոնք մարդու արարման հետ գործ ունեն, դրանք մարդաբանական ուղղություններ են, որոնք ցավոք մեզ մոտ այդքան էլ ակտիվ չեն զարգանում։ Սոցիալական մարդաբանություն, մշակութային մարդաբանություն, դիցաբանական մարդաբանություն, դրանց մասնագետները կոնկրետ նեղ մասնագետները իրենց բոլոր դեպքերում մարդաբան չեն համարում։ Հասկանալի է։ Դուք զրույցից առաջ մեր անձնական շփման ընթացքում նշեցիք նաև, որ ժեստերի մասին եք։ Դա մարդու վարքաբանություն, էվոլյուցիոն մարդաբանության հիմքում անկած, հոգեբանական մարդաբանության հիմքում է անկած ժեստեր, դա ուսումնասիրվում է, շատ ակտիվ է ուսումնասիրվում արևմուտքում։ Մենք դրա մասնագետ անկեղծ ասեմ ձեզ չունենք։ Իսկ եթե որպես վերջին թեմա, վերջին նյութ քննարկենք, արդյոք հայտնի է թե ինչպիսի ժեստային ակտիվություն են ունեցել բրոնզի դարի մարդիկ։ Չէ, դա հնարավոր չէ։ Շնորհակալ եմ անչափ եւ ես շատ մեծ հույսեր ունեմ, որ այս զրույցից հետո մենք իսկապես կունենանք, դուք կունենաք նոր աշակերտներ եւ մենք կունենանք շատ հետաքրքիր թեմաներ քննարկելու։ Սիրելի մարդիկ, լավ եղեք, կհանդիպենք։
Thank you.